Նա մտավ, անձրից թրջված, մարմինը դողում էր, աչքերը սեռուն, առանց պատկերացնելու, թե ով էր նրան սպասում դռան մյուս կողմում։ Նա, սովոր լինելով ամեն ինչի վերահսկողության տակ, զգաց օդի փոփոխությունը, երբ առաջին անգամ տեսավ նրան։ Նրանց միջ լռությունն ավելի էրոտիկ էր, քան ցանկացած ասված խոսք։ Եվ նույնիսկ բերանը բացելուց առաջ նա արդեն արթնացրել էր նրա մեջ այն, ինչ նա տարիներ շարունակ փորձում էր թաղել։ Հուսով ենք, որ ձեզ դուր կգա այս հուզիչ պատմության անսպասելի շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Անողոք անձր էր թափվում Երանի կենտրոն թաղամասի վրա, մինչ Վիկտորիա Ալվեսյանը վազում էր, իր ինքնակենսագրականների թղթապանակը պաշտպանելով կտորե պայուսակի մեջ։ 20 տարեկան էր, գանգուր մազերը հավաքված էին պարզ պոչուկով, հայացքը վճռական էր, չնայած խորասությունների, որոնք մատնում էին հիվանդ մոր կողքին անքուն գիշերները։ 15 տարեկանից, երբ հայրը լքել էր ընտանիքը, նա դարձել էր տան հենասյունը։ Օրավարձով աշխատանքից ստացած գումարը հազիվ էր հերիքում տիկին Զելիայի դեղորայքի կրտսեր եղբոր Մաթոսի դպրոցական պարագաների համար։ Գործարար Լուկաս Մուրադյանի առանձնատանը մշտական տնային աշխատողի աշխատանքի առաջարկը ավելին էր, քան պարզապես աշխատանք։ Դա հնարավորություն էր վերջապես դուրս գալ ֆինանսական ճնշումից, որը տարիներ շարունակ խեղդում էր նրա ընտանիքը։ Առաջարկվող աշխատավարձը գրեթե կրկնակի էր այն գումարից, որը նա վաստակում էր որպես օրավարձով աշխատող։ Ուշացել եմ, Աստված իմ, մրմնջաց նա, մինչ ստուգում էր իր դաստակի էժան ժամացույցը արագացնում քայլերը դեպի Պերճաշուք դարպասը, որը նշված էր Պողոտայի 1580 համարով։ Դռնախոսով նա հայտարարեց. «Բարի երեկո, ես Վիկտորիա Ալվեսյանն եմ, եկել եմ աշխատանքի հարցազրույցի»։ Հսկայական դարպասը լուր սահեց, բացահայտելով շքեղ այգիներ, որոնք կարծես դեկորացիոն ամսագրից լինեին։ Աղջիկը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Իր 20 տարվա կյանքում, որն անցկացրել էր նոր-նորքի ծայրամասում, նա երբեք նման շքեղ վայրում չէր եղել։ Հիմնական տունը ժամանակակից գծերով, բաց կոնկրետով ապակով, առանձնանում էր հետնամասում, վեհասքանչ ցուրտ, ինչպես դատավճիռը։ Նա քարե արահետով գնաց, դիտելով յուրաքանչյուր մանրուք, այն անհարմար զգացումով, որ ինքը չէր պատկանում այդ տեսարանին։ Երբ նա հասավ գլխավոր դռան մոտ, մի սպիտակահեր, կոշտ կեցվածքով տիկին ընդունեց նրան, գնահատող հայացքով։ «Տիկին Ռեգինա, տնային կառավարչուհին։ Դուք 10 րոպե ուշացել եք», 4 ասաց նա, ստուգելով իր դաստակի ժամացույցը։ «Հետեք ինձ»։ Վիկտորիան կուլ տվեց ավտոբուսի ուշացման մասին բացատրությունը պարզապես գլխով արեց, հետելով կնոջը առանձնատան անթերի միջանցքներով։ Լռությունը ճնշող էր, ընդհատվում էր միայն նրա մաշված սանդալների դղրդյունով հղկված մարմարի վրա։ «Սպասեք այստեղ», հրամայեց Ռեգինան, ցույց տալով միայնակ աթոռը միջանցքում։ Պարոն Մուրադյանը կարոր հանդիպման մեջ է։ Մինչ այդ, կարդացեք տան վարքագծի ձեռնարկը։ Վիկտորիան ընդունեց կաշվե կազմով փոքրիկ գիրքը, զգալով, թե ինչպես են իր ձեռքերը թեթակի դողում։ Դա ընդարձակ փաստաթուղթ էր, մանրամասն կանոններով, թե ինչպես պետք է պահել իրեն, ինչ հագնել, ինչպես խոսել, հատկապես բոլոր աշխատակիցներից պահանջվող բացարձակ զուսպության մասին։ 1 ժամ անցավ։ Ապա ս1-ը։ Աղջիկն արդեն գրեթե ամբողջ ձեռնարկը անգիր արել էր, երբ Ռեգինան նորից հայտնվեց, էլ ավելի լուրջ։ Պարոն Մուրադյանը որոշել է անձամբ հարցազրույց վերցնել ձեզանից։ Անսովոր բան է, պետք է ասեմ, տեղեկացրեց նա, որոշակի արամարանքով։ Հետեք ինձ դեպի գրասենյակ հիշեք։ Երբ նա խոսի, նայեք ներ, պատասխանեք միայն անհրաժեշտին երբեք, ոչ մի դեպքում մի տվեք անձնական հարցեր։ Գրասենյակը ահավոր միջավայր էր, գրքերի դարակներով, հատակից մինչ առաստաղ, ժամանակակից արվեստի գործերով քաղաքի համայնապատկերային տեսարանով, որը ձգվում էր մոխրագույն անձրի տակ։ Մուգ փայտե սեղանի հետում նստած էր Լուկաս Մուրադյանը, Երանի անշարժ գույքի շուկայի ամենահզոր մարդը։ 39 տարեկանում նա ուներ խիստ գեղեցկություն, նշանավորված խորաթափանց աչքերով հստակ արտահայտված ծնոտով։ Կատարելապես հարթարված մորուքը շրջանակում էր բարակ շրթունքները, որոնք հազվադեպ էին ժպտում։ Թերթերը նրան անվանում էին բետոնի կայսրը, ոչ միայն իր շինարարական կայսրության, այլ այն սառը հաշվարկով, որով նա վարում էր իր գործերը։ Պարոն Մուրադյան, սա տնային աշխատողի թափուր տեղի թեկնածուն է, Վիկտորիա Ալվեսյանը, հայտարարեց Ռեգինան, ժեստ անելով, որ աղջիկը մոտենա։ Լուկասը բարձրացրեց իր աչքերը փաստաթղթերից, Վիկտորիային վերլուծելով կլինիկական հայացքով։
Նրա արտահայտության մեջ ոչինչ չէր մատնում որևէ հույս։ Ձեր ինքնակենսագրականում նշվում է միայն որպես օրավարձով աշխատողի փորձ, ասաց նա, նրա խորը վերահսկվող ձայնը լցրեց սենյակը։ Ինչն է ստիպում ձեզ մտածել, որ դուք որակավորված եք այս պաշտոնի համար։ Վիկտորիան խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել նյարդայնությունը։ Պարոն, ես աշխատում եմ 15 տարեկանից։ Արագ եմ սովորում, գիտեմ ամեն ինչ գերազանց անելու կարողությունը։ Եթե ինձ հնարավորություն տաք, խոստանում եմ, որ չեք զղջա։ Ինչ-որ բան աղջկա ուղիղ հայացքում անկեղծության մեջ կարծես գրավեց գործարարի ուշադրությունը։ Մի կարճ ակնթարթով անտարբերության դիմակը տատանվեց։ Ռեգինան ինձ տեղեկացրեց, որ դուք ուշացել եք։ Ավտոբուսը ուշացավ անձրի պատճառով, պարոն։ Ես տանից 1 ժամ շուտ էի դուրս եկել։ Այստեղ ճշտապահությունը առաքինություն չէ, այլ հիմնական պահանջ, պատասխանեց նա, նորից թերթելով ինքնակենսագրականը։ Տեսնում եմ, որ դուք խնամում եք ձեր հիվանդ մորը, ունեք կրտսեր եղբայր։ Ինչպես եք պատրաստվում համատեղել ձեր անձնական պարտականությունները լիարժեք նվիրում պահանջող աշխատանքի հետ։ Հարցը գրեթե դաժան էր իր օբյեկտիվության մեջ, բայց Վիկտորիան պահպանեց իր հանգստությունը։ Իմ մորաքույրը համաձայնել է նրանց հետ մնալ շաբաթվա ընթացքում։ Կիրակի օրերին, իմ ազատ օրը, ես կհոգամ տան բոլոր անհրաժեշտ գործերը։ Լուկասը թեթակի գլխով արեց, առանց ցույց տալու, թե արդյոք պատասխանը բավարարում էր նրան։ Դուք երաշխավորագրեր ունեք։ Այո, պարոն։ Ես 3 տարի աշխատել եմ Նորք Մարաշի Ռոդրիգեսների ընտանիքի մոտ 2 տարի, Դավթաշենի դոկտոր Մարիանա Վասկոնսելոսի մոտ։ Կոնտակտները ինքնակենսագրականում են։ Գործարարը մի քանի ակնթարթ ուսումնասիրեց փաստաթուղթը, մինչ Վիկտորիան զգում էր, թե ինչպես են սառը քրտինքի կաթիլները հոսում իր մեջքով։ Վերջապես, նա նայեց նրան։ Աշխատատեղը ձերն է։ Ռեգինան կբացատրի ձեր պարտականությունները, ցույց կտա ձեր սենյակը։ Սկսում եք վաղը առավոտյան 6-ին։ Հայտարարության սառնությունը զարմացրեց Վիկտորիային։ Չկար ոչ մի բանակցություն, լրացուցիչ հարցեր կամ որևէ բացատրություն։ Աղջիկը հազիվ կարողացավ մրմնջալ շնորհակալություն, երբ տերը արդեն իր ուշադրությունը դարձրել էր փաստաթղթերին, կարծես նա պարզապես անհետացել էր։ Հաջորդ առավոտ Վիկտորիան եկավ իր քիչ ունեցվածքը պարունակող փոքր ճամպրուկով։ Երկինքը դեռ մութ էր, երբ Ռեգինան դիմավորեց նրան կողային դարպասի մոտ, դեմքը անտարբեր, ինչպես միշտ։ Ձեր համազգեստը սենյակում է։ Արագ հագնվեք, ինձ գտեք խոհանոցում, մարզման համար, հրամայեց նա, նրան ուղղորդելով կողային աստիճանով, որը տանում էր դեպի աշխատակիցների բնակարանը։ Վիկտորիայի սենյակը պարզ էր, բայց հարմարավետ, անշուշտ ավելի շքեղ, քան այն խցիկը, որը նա կիսում էր եղբոր հետ Նոր Նորքում։ Այն ուներ մեկտեղանոց մահճակալ, զգեստապահարան, սեփական լոգարան, նույնիսկ փոքր հեռուստացույց։ Համազգեստը, զուսպ մոխրագույն զգեստ, սպիտակ գոգնոցով, խնամքով ծալված էր մահճակալի վրա։ Մուրադյանի առանձնատան առօրյան խիստ կառուցվածքային էր։ Վիկտորիան իմացավ, որ տիրոջ նախաճաշը պետք է մատուցվեր ուղիղ ժամը 6:45-ին, օրվա թերթով, ափսեի աջ կողմում։ Ժամը 7:39 նա կմեկներ աշխատանքի, սովորաբար վերադառնալով ժամը 20:00-ից հետո։ Ցերեկվա ընթացքում առանձնատունը մնում էր գերեզմանական լռության մեջ, աշխատակիցները, բացի Վիկտորիայից Ռեգինայից, կառնապարտիզպան վարորդ, շարժվում էին միջանցքներով որպես ուրվականներ։ Պարոն Մուրադյանը ամենից շատ կարգուկանոնն ու լռությունն է գնահատում, բացատրեց Ռեգինան մարզման ընթացքում։ Ցանկացած անհարկի աղմուկ նախազգուշացման պատճառ է։ Ցանկացած առարկա իր տեղից դուրս անթույլատրելի է։ Առաջին շաբաթների ընթացքում Վիկտորիան հազիվ էր տեսնում տիրոջը։ Լուկասը տանից դուրս էր գալիս արշալույսին վերադառնում ուշ, միայնակ ճաշելով իր գրասենյակում աշխատելիս։ Հանգստյան օրերին նա հաճախ էր ճանապարհորդում հանդիպումների կամ պարզապես փակվում էր իր գրասենյակում, դուրս գալով միայն արագ միայնակ ճաշելու համար։ Ժոզեֆան, խոհարարուհին, որը շաբաթը 3 անգամ էր գալիս, վերջապես բավարարեց Վիկտորիայի հետաքրքրությունը խորհրդավոր տիրոջ մասին։ Մի կեսօր, երբ նրանք միասին պատրաստում էին ընթրիքը, կնճռոտ ձեռքերով տիկինը շշնջաց. Նա միշտ այսպիսին չէր, գիտեք։ Ողբերգությունից առաջ պարոն Լուկասը ժպտում էր, ընկերներ էր ընդունում, նույնիսկ խնջույքներ էր կազմակերպում այստեղ։ Ողբերգությունը, հարցրեց Վիկտորիան, բնազդաբար իջեցնելով ձայնը։ Ժոզեֆան կողքերին նայեց, համոզվելով, որ Ռեգինան մոտակայքում չէ։ 5 տարի առաջ էր։
Նա նշանված էր մի գեղեցիկ աղջկա հետ, հայտնի ճարտարապետ։ Մարինե էր նրա անունը։ Հարսանիքի նախօրեին նա ավտովթարի ենթարկվեց, փորձից վերադառնալիս։ Այդ ժամանակից ի վեր, կարծես ինչ-որ բան մահացել է նրա մեջս։ Վիկտորիան սրտի ցավ զգաց, պատկերացնելով այն ցավը, որը կրում էր տղամարդը։ Այդ պատճառով է նա այդքան փակ։ Կարծես նա պատ է կառուցել իր սրտի շուրջը, աղջիկս։ Նա խեղդվեց աշխատանքի մեջ, կտրեց ընկերությունները, հեռացրեց նույնիսկ ընտանիքը։ Այս տունը երբելի էր կյանքով, հավատացեք, թե ոչ։ Զրույցը հանկարծակի ընդհատվեց, երբ Ռեգինան մտավ խոհանոց, հանդիմանական հայացք նետելով երկուսի վրա։ Ընթրիքը ուշանում է, 4 ասաց նա։ Եվ Վիկտորիա, պարոն Մուրադյանը խնդրեց, որ դուք այսօր մաքրեք գրասենյակը։ Ըստ երույթին, երեկվա մաքրումը բավարար չէր։ Ամոթից այտերը կարմրելով, Վիկտորիան շտապեց ավարտել իր գործերը խոհանոցում, որպեսզի այնուհետ գնա գրասենյակ։ Նա վճռական էր այս անգամ անթերի աշխատանք կատարել, վախենալով իր աշխատանքի անվտանգությունից։ Երբ նա հասավ գրասենյակ, Լուկաս Մուրադյանը դեռ այնտեղ էր, ընկղմված տեսազանգի մեջ։ Նա կարճ ժամանակով բարձրացրեց աչքերը, ճանաչելով նրա ներկայությունը գրեթե աննկատելի գլխով անելով, շարունակեց հանդիպումը։ Վիկտորիան փորձեց անտեսանելի դառնալ, զգուշորեն մաքրելով հեռավոր դարակները, մինչ նա խոսում էր։ Աղջիկը չէր կարող չնկատել, թե ինչպես էր նրա ձայնը փոխվում բանակցությունների ընթացքում, դառնում էր ավելի ամուր, հեղինակավոր, գրեթե ահավոր։ Նա մարդ էր, որը սովոր էր հրամայել, որպեսզի իր հրամաններին ենթարկվեին առանց հարցերի։ Երբ զանգն ավարտվեց, Լուկասը մի քանի ակնթարթ մնաց լռության մեջ, դիտելով անձրը, որը նորից սկսել էր թափվել քաղաքի վրա։ Նա այնքան հեռու էր թվում, այնքան կորած մտքերի մեջ, որ Վիկտորիան տատանվեց, չիմանալով, պետք է դուրս գա, թե շարունակի իր աշխատանքը։ Կնախընտրեք, որ ավելի ուշ վերադառնամ, հարցրեց նա վերջապես, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Լուկասը շրջվեց, կարծես մոռացել էր նրա ներկայության մասին։ Անհրաժեշտ չէ։ Շարունակեք, 4 պատասխանեց նա։ Մինչ Վիկտորիան մանրակրկիտ մաքրում էր յուրաքանչյուր մակերես, նա զգում էր, թե ինչպես է տիրոջ հայացքը երբեմն կանգ առնում իր վրա։ Դա ոչ անպարկեշտ կամ ահավոր հայացք էր, այլ հետաքրքրասեր, կարծես նա փորձում էր ինչ-որ բան վերծանել։ Ավարտելով, նա պատրաստվում էր դուրս գալ, երբ Լուկասը նորից խոսեց։ Վիկտորիա, չէ՞։ Ընտանիք ունեք։ Հարցը զարմացրեց նրան։ Առաջին անգամ էր, որ նա զրույց էր սկսում։ Այո, պարոն։ Իմ մայրը կրտսեր եղբայրս։ Իսկ ձեր հայրը։ Նա մեզ լքեց 5 տարի առաջ։ Լուկասի արտահայտության մեջ ինչ-որ բան նուրբորեն փոխվեց, կարծես ստվեր էր անցել նրա դեմքով։ Հասկանում եմ։ Այդ պատճառով է, որ դուք այդքան ջանասեր եք աշխատում։ Այո, պարոն։ Իմ մայրը հիվանդ է, իսկ եղբայրս դեռ դպրոցում է։ Լուկասը գլխով արեց, մտածկոտ։ Ռեգինան ինձ ասաց, որ դուք լավ եք մաքրում, բայց անկազմակերպ եք ժամանակացույցի հետ կապված։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Արդյոք դա նախազգուշացում էր։ Աշխատանքից ազատում։ Կներեք, պարոն։ Ես ջանում եմ բարելավել։ Դա քննադատություն չէ, ասաց նա, զարմացնելով նրան։ Պարզապես դիտարկում։ Դուք կարող եք հեռանալ։ Այդ կարճ փոխազդեցությունը արթնացրեց Վիկտորիայի հետաքրքրությունը իր խորհրդավոր տիրոջ մասին։ Հաջորդ օրերին նա սկսեց նկատել փոքր մանրամասներ։ Թե ինչպես էր նա միշտ կանգնում միջանցքի նույն նկարի դիմաց, կապույտ երանգներով աբստրակտ նկար, թե ինչպես էին նրա աչքերը երբեմն կարմրում երկուշաբթի առավոտյան, կարծես նա անքուն էր անցկացրել հանգստյան օրերը, թե ինչպես էր նա հաճախ մոռանում ուտել, թողնելով կերակուրները անձեռնմխելի։ Մի գիշեր, երբ բոլորն արդեն հավաքվել էին, Վիկտորիան ձայն լսեց գրասենյակից։ Հետաքրքրված, նա լուռ մոտեցավ կիսաբաց դռանը, տեսավ Լուկասին, նստած դաշնամուրի մոտ, որը զբաղեցնում էր սենյակի անկյունը։ Նա տխուր, մելամաղձոտ մեղեդի էր նվագում, նրա մատները սահում էին ստեղների վրայով այնպիսի նրբությամբ, որը հակադրվում էր նրա սովորական կոշտությանը։ Աղջիկը հիպնոսացված էր երաժշտությունից, միշտ խիստ դեմքի փոխակերպումից։ Այնտեղ, միայնակ իր հիշողությունների հետ, Լուկաս Մուրադյանը վերջապես մարդկային էր թվում, խոցելի, վիրավոր խորապես միայնակ։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիքի եք մեր զույգի սիրավեպի մասին։ Առանձնատան առօրյան շարունակվեց անթերի տեմպով 2 շաբաթ։
Վիկտորիան աստիճանաբար հարմարվում էր խիստ կանոններին ճնշող լռությանը, որը տիրում էր միջավայրում։ Նրա հանդիպումները Լուկասի հետ շարունակում էին մնալ կարճ պաշտոնական, չնայած նա նկատում էր, որ աստիճանաբար տերը կարծես ավելի էր նկատում նրան, շնորհակալություն առավոտյան մատուցված սուրճի համար, երբեմնի հարց, թե ինչպես է հարմարվում։ Մի հատկապես բուռն ուրբաթ օր, երբ Վիկտորիան մաքրում էր հյուրասենյակը, նա գտավ Պալոմային, Լուկասի քարտուղարուհուն, որը սեղանին մի կույտ փաստաթղթեր էր դնում։ Նա խնդրեց դրանք ամսաթվով դասավորել, ասաց էլեգանտ կինը, հարդարելով իր շիկահեր մազերը։ Բայց անկեղծ ասած, ժամանակ չունեմ։ Կարող եք դա անել ավելի ուշ տանել նրա գրասենյակ։ Վիկտորիան տատանվեց։ Փաստաթղթերի դասավորումը իր պարտականությունների մեջ չէր, Ռեգինան անշուշտ չէր հավանություն տա այդ արարողակարգի խախտմանը։ Բայց, տիրոջ, աշխատանքին վերաբերող խնդրանքը մերժելը էլ ավելի ռիսկային էր թվում։ Իհարկե, խնդիր չկա, պատասխանեց նա, ստանալով Պալոմայի թեթացած ժպիտը։ Կեսօրին, մինչ նա ամսաթվերով դասավորում էր փաստաթղթերը, ինչպես խնդրվել էր, Վիկտորիան ձայներ լսեց խոհանոցից։ Հաջորդ օրը նրա կիրակնօրյա հանգիստն էր, նա կազմակերպում էր իր ժամանակը, որպեսզի ավարտի բոլոր գործերը նախքան ընտանիքին այցելելը։ Նա ճանաչեց Պողոսի, վարորդի, Թովմասի, Ռեգինայի որդու ձայները, որը երբեմն հայտնվում էր առանձնատանը։ Նրանք աշխույժ զրուցում էին, Վիկտորիան չկարողացավ խուսափել լսելուց, երբ նրանք հիշատակեցին տիրոջ անունը։ Տղան իսկապես սառույցի կտոր է, ասում էր Թովմասը, ծիծաղելով։ Մայրս ասաց, որ վթարից հետո նա ոչ մի կին չի բերել տուն։ Եվ այդպես էլ կշարունակվի, պատասխանեց Պողոսը։ Մարդը օրական 18 ժամ է աշխատում։ Երբ չի աշխատում, փակված է այդ գրասենյակում, այդ դաշնամուրի հետ։ Կասկածում եմ, որ նա նույնիսկ հիշում է, թե ինչպես է լինել ինչ-որ մեկի հետ։ Գրազ եմ գալիս, որ նա անկողնում սարսափելի է, ծաղրեց Թովմասը, ծիծաղ առաջացնելով։ Վիկտորիան զգաց, թե ինչպես են իր այտերը կարմրում ամոթից, այդ անպատշաճ զրույցը լսելու համար։ Նա արագ վեր կացավ, որոշելով դուրս գալ աննկատ, երբ մի խորը ծանոթ ձայն կաթվածահար արեց նրան։ Հետաքրքիր տեսություն է, պարոն Թովմաս։ Աղջիկը դանդաղ շրջվեց, տեսնելու Լուկասին կանգնած սենյակի դռան մոտ, նրա դեմքը անբացատրելի դիմակ էր։ Որքան ժամանակ էր նա այնտեղ։ Ինչ էր լսել։ Վիկտորիայի արյունը սառեց երակներում, երբ նրա աչքերը կանգ առան նրա վրա, հասկանալով, որ նա նույնպես լսել էր անպատշաճ զրույցը։ Մահացու լռություն տիրեց տանը։ Խոհանոցից շտապողական ձայներ էին գալիս, աթոռների քաշվելուց հետո, որին հաջորդում էին մրմնջացող ներողություններ։ Լուկասը, սակայն, իր աչքերը հառած էր պահում Վիկտորիայի վրա։ Իմ գրասենյակում։ Հիմա, ասաց նա, վերահսկվող ձայնով, նախքան շրջվելը միջանցքով անհետանալը։ Սիրտը կրծքին կտկտալով, Վիկտորիան գնաց գրասենյակ, վստահ լինելով, որ իրեն կազատեն աշխատանքից։ Անարդար էր, նա չէր մասնակցել այդ ամոթալի զրույցին, բայց գիտեր, որ բացատրությունները չեն ընդունվի։ Մտնելով գրասենյակ, նա գտավ Լուկասին կանգնած պատուհանի մոտ, դիտելով քաղաքը, որը ձգվում էր մայրամուտի նարնջագույն երկնքի տակ։ Նա չշրջվեց, երբ նա մտավ։ Պարոն, ես որքան ժամանակ եք աշխատում այստեղ, Վիկտորիա, ընդհատեց նա։ 1 ամիս 2 շաբաթ, պարոն։ Եվ արդեն բավական հարմարավետ եք զգում ձեզ, իմ անձնական կյանքը քննարկելու այլ աշխատակիցների հետ։ Մեղադրանքը նրան հարվածեց որպես ապտակ։ Ոչ, պարոն։ Ես երբեք չեմ մասնակցել այդ զրույցին։ Ես պարզապես դասավորում էի փաստաթղթերը, որոնք տիկին Պալոման ինձ խնդրել էր, Պալոման խնդրել էր ձեզ դասավորել իմ փաստաթղթերը, Լուկասը հանկարծակի շրջվեց, դեմքը կարծրացած։ Վիկտորիան շատ ուշ հասկացավ, որ քարտուղարուհուն դրել էր դժվար իրավիճակի մեջ։ Դա օգնություն էր։ Նա շատ զբաղված էր թվում, օգնություն, կրկնեց նա, առանց հումորի ժպիտով։ Այսպիսով, բացի իմ անձնական կյանքի մասին զրույցներ լսելուց, դուք նա գաղտնի փաստաթղթեր եք մշակում առանց թույլտվության։ Փաստաթղթերը այնտեղ են, դասավորված ըստ ամսաթվի, ինչպես խնդրվել էր, պաշտպանվեց Վիկտորիան, ցույց տալով կողային սեղանին խնամքով դասավորված կույտը։ Եվ ես չէի լսում իմ ընտրությամբ։ Ես աշխատում էի, երբ նրանք սկսեցին խոսել։ Ինչ-որ բան նրա արժանապատվության մեջ, որով նա պաշտպանում էր իրեն, կարծես ազդեց Լուկասի վրա։ Նրա հայացքը նվազագույնս մեղմացավ։ Դուք լսեցիք, թե ինչ էին ասում իմ մասին։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է դեմքը նորից այրվում։ Լսեցի, պարոն։
Եվ դա շատ անհարգալից էր։ Շատ եմ ցավում, որ դուք նման բան եք լսել։ Լուկասը երկար ժամանակ ուսումնասիրեց աղջկա կարմրած դեմքը։ Ապա, նրա զարմանքին, նա կարճ չոր ծիծաղեց։ Դուք հավանաբար մտածում եք, թե արդյոք դա ճիշտ է։ Ոչ, պարոն, բողոքեց նա, ամոթահար։ Ամեն ինչ կարգին է, Վիկտորիա։ Երանի կեսը հավանաբար նույն բանն է մտածում։ Նրա տոնի մեջ ինչ-որ տարբերություն կար, դառնություն, որը սահմանակից էր սարկազմին, բայց նախոցելիություն, որը նա երբեք չէր նկատել նախկինում։ Պարոն Թովմասը այստեղ չի աշխատում։ Նա չպետք է բամբասանքներ տարածի, ասաց նա, իր վրդովմունքի մեջ քաջություն գտնելով։ Լուկասը նրան ուսումնասիրեց նոր հետաքրքրությամբ, կարծես նրան առաջին անգամ էր տեսնում։ Դուք հիմա պաշտպանում եք իմ պատիվը։ Ես պաշտպանում եմ այն հարգանքը, որին արժանի է յուրաքանչյուր տեր, պատասխանեց Վիկտորիան, դիմակայելով նրա հայացքին։ Նրանց միջ լարված լռություն տիրեց, լցված միայն բուխարիի վրայի հնաոճ ժամացույցի կտկտոցով։ Դուք անակնկալ եք, Վիկտորիա Ալվեսյան, ասաց վերջապես Լուկասը, նրա ձայնը ավելի մեղմ էր։ Կարող եք շարունակել ձեր աշխատանքը։ Եվ շնորհակալ եմ փաստաթղթերը կազմակերպելու համար, չնայած դա չպետք է կրկնվի առանց իմ անմիջական թույլտվության։ Վիկտորիան գլխով արեց, թեթացած, որ ազատվել էր աշխատանքից, պատրաստվեց դուրս գալ։ Եվս մի բան, ավելացրեց նա, երբ նա արդեն դռան մոտ էր։ Ձեր ազատ օրը վաղն է, ճիշտ է։ Այո, պարոն։ Կարիք ունեմ, որ դուք որոշ փաստաթղթեր տանեք իմ գրասենյակ կենտրոնում, տուն գնալուց առաջ։ Պողոսը հասանելի կլինի ձեզ տանելու համար։ Դա կարևոր է։ Իհարկե, պարոն։ Խնդիր չկա։ Այդ գիշեր Վիկտորիան հազիվ քնեց։ Լուկասի հետ զրույցը բազմիցս անցնում էր նրա մտքով։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որն ավելի ու ավելի էր հետաքրքրում նրան, ոչ միայն նրա ողբերգական անցյալի առեղծվածը, այլ այն բարդությունը, որը նա սկսում էր տեսնել սառը արտաքինի հետում։ Հաջորդ առավոտ նա հատուկ խնամքով հագնվեց կենտրոն այցելելու համար։ Բացի համազգեստներից նա շատ հագուստ չուներ, բայց ընտրեց մի պարզ բաց կապույտ բամբակյա զգեստ մազերը հավաքեց ցածր կապում։ Ռեգինան նրան փակ ծրար տվեց հրահանգներ, այն անձամբ հանձնելու Լուկասին իր գրասենյակում, Մաշտոցի պողոտայում։ Պարոն Մուրադյանը սովորաբար կիրակի օրերին չի աշխատում, բայց այսօր բացառություն է, բացատրեց տնային կառավարչուհին, նրա տոնը հստակ ցույց էր տալիս, որ նա այդ առաջադրանքը իր արժանապատվությունից ցածր էր համարում։ Պողոսն արդեն սպասում է։ Ճանապարհը դեպի կենտրոն լուռ էր։ Վիկտորիան շքեղ մեքենայի պատուհանից դիտում էր Երանի փողոցները, տարօրինակ կերպով տեղաշարժված զգալով իրեն, կարծես ապրում էր երկու աշխարհների մեջ, որոնք երբեք չպետք է հանդիպեին։ Մի կողմից նոր Նորքը, իր նեղ փողոցներով կուտակված տներով։ Մյուս կողմից հայելապատ երկնաքերերը շքեղ առանձնատները, որտեղ նա հիմա շարժվում էր։ Մուրադյան շինարարություն ընկերության շենքը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս Մաշտոցի պողոտայում։ Իր վեհասքանչ ապակե պողպատե ճակատով 30 հարկանի շենքը Լուկասի հաջողության հուշարձանն էր։ Ընդունարանում մի աշխատակցուհի կանխամտածված ժպիտով դիմավորեց Վիկտորիային տեսանելի զարմանքով։ Պարոն Մուրադյանը սպասում է, հարցրեց նա, քննադատական հայացքով ուսումնասիրելով աղջկա պարզ զգեստը։ Այո, տանից փաստաթղթեր եմ բերել, պատասխանեց Վիկտորիան բարձրացնելով։ Կզակը 30 հրթհարկ։ Գործադիր վերելակը աջ կողմում է։ Լուկասի գրասենյակը կորպորատիվ շենքում ավելի տպավորիչ էր, քան առանձնատանը։ Այն զբաղեցնում էր ամբողջ վերջին հարկը, ապակե պատերով, որոնք քաղաքի 360 աստիճանի համայնապատկերային տեսարան էին առաջարկում։ Կահույքը մինիմալիստական ժամանակակից էր, հիմնականում մոխրագույն երանգներով, մի քանի համարձակ դիզայնի կտորներով, որոնք անշուշտ ավելի թանկ էին, քան այն ամենը, ինչ Վիկտորիան ուներ։ Նրան ուղեկցեց մի օգնական մինչ հանդիպումների սենյակ, որտեղ Լուկասը զրուցում էր կոստյումներով երկու տղամարդու հետ։ Նրան տեսնելով նա ժեստ արեց, որ սպասի, արագ ավարտեց հանդիպումը։ Երբ տղամարդիկ դուրս եկան, նա մոտեցավ։ Փաստաթղթերը բերել եք։ Վիկտորիան հանձնեց ծրարը, նկատելով, թե ինչպես էր Լուկասը տարբեր թվում այդ միջավայրում։ Ավելի խիստ, ավելի հեռու, կարծես անտեսանելի զրահ էր հագել։ Շնորհակալություն։ Դուք արդեն նախաճաշել եք։ Հարցը զարմացրեց նրան։ Դեռ ոչ, պարոն։ Ուղիղ այստեղ եմ եկել։ Ապա ուղեկցեք ինձ։
Պետք է զրուցենք։ Հետաքրքրված, Վիկտորիան հետեց Լուկասին մինչ անձնական վերելակ, որը նրանց տարավ շենքի միջին հարկ, որտեղ կար էլեգանտ ռեստորան, տեսարանով դեպի Տրիանոնի այգին։ Առավոտվա այդ ժամին վայրը գրեթե դատարկ էր։ Սա կորպորատիվ ռեստորանն է ղեկավարների համար, բացատրեց նա, մինչ մի մետրդոտել նրանց ուղեկցում էր պատուհանի մոտի սեղանին։ Կիրակի օրերին այն միայն նախաճաշ է մատուցում նրանց համար, ովքեր պետք է աշխատեն։ Վիկտորիան երբեք նման նրբաճաշակ վայրում չէր եղել, անհարմարորեն գիտակցում էր իր պարզ զգեստը տնային աշխատանքից նշանավորված ձեռքերը։ Լուկասը, սակայն, անտարբեր էր նրա անհարմարության հանդեպ, բնականաբար սուրճ պատվիրելով երկուսի համար։ Դուք ասացիք, որ ձեր ազատ օրերին այցելում եք ձեր ընտանիքին, մեկնաբանեց նա, երբ նրանք նորից մենակ էին։ Ինչպե՞ս է ձեր մայրը։ Ավելի լավ, շնորհակալություն հարցնելու համար, պատասխանեց Վիկտորիան, զարմացած անձնական հետաքրքրությունից։ Նոր դեղերը, որոնք մենք ստացել ենք, ազդում են։ Իսկ ձեր եղբայրը։ Մաթոսը լավ է։ Հաջորդ ամիս 13 տարեկան կդառնա։ Նա շատ խելացի տղա է, երազում է ինժեներ դառնալ։ Ինչ-որ բան կարճ ժամանակով լուսավորվեց Լուկասի հայացքում։ Ինժեներ։ Ինչպիսի։ Տեսակի։ Քաղաքացիական, ինչպես դուք, պարոն, պատասխանեց Վիկտորիան, իրեն թույլ տալով փոքր ժպիտ։ Նա տպավորված էր, երբ պատմեցի, թե որտեղ եմ աշխատում։ Դուք նրա համար կուռք եք։ Լուկասը կարծես անկեղծորեն զարմացած էր տեղեկությունից։ Ձեր եղբայրը ինձ ճանաչում է։ Նա փոքրուց հետում է շինարարության մասին նորություններին։ Հոդվածներ է կտրում, հետում է շենքերի նախագծերին։ Երբ իմացավ, որ ես աշխատելու եմ մարդու համար, ով փոխել է Երանի տեսքը, ինչպես նա է ասում, շատ ուրախացավ։ Անվստահ ժպիտ հայտնվեց Լուկասի սովորաբար խիստ դեմքին։ Միգուցե մի օր նա պետք է այցելի մեր շինհրապարակներից մեկը։ Վիկտորիան աչքերը լայն բացեց։ Նա դա շատ կսիրեր, պարոն։ Դա երազանքի իրականացում կլիներ։ Սուրճը մատուցվեց ուղեկցված հացերի, մրգերի, պանիրների ընտրանիով, որոնք կուրախացնեին ցանկացած գուրմանի։ Ճաշելիս Լուկասը զարմացրեց Վիկտորիային, հարցեր տալով նրա կյանքի, մանկության երազանքների մասին։ Կարծես, առանձնատնից իր մյուս աշխատակիցներից հեռու, նա վերջապես կարող էր մի փոքր իջեցնել իր պաշտպանությունը։ Դուք երբեք չեք մտածել սովորելու մասին, Վիկտորիա, հարցրեց նա այն բանից հետո, երբ նա նշեց, որ բարձր գնահատականներով ավարտել է ավագ դպրոցը։ Մտածել եմ, այո։ Ուզում էի բուժքույր դառնալ, պատասխանեց նա, խաղալով սուրճի գթալով։ Բայց երբ հայրիկը գնաց, մայրիկը հիվանդացավ, պետք եղավ աշխատել։ Երազանքները մնացին ավելի ուշի համար։ Երբեք ուշ չէ սովորելու համար։ Կան երեկոյան քոլեջներ, կրթաթոշակներ։ Միգուցե մի օր, անորոշ պատասխանեց նա։ Բայց առայժմ իմ առաջնահերթությունը ապահովելն է, որ իմ ընտանիքը ունենա այն, ինչ անհրաժեշտ է։ Լուկասը մտածկոտ ուսումնասիրեց նրան, կարծես գնահատում էր ինչ-որ բան, որը միայն ինքը կարող էր տեսնել։ Դուք սիրում եք երաժշտություն, Վիկտորիա։ Թեմայի հանկարծակի փոփոխությունը զարմացրեց նրան։ Շատ եմ սիրում, պարոն։ Ես ձեզ տեսա մյուս օրը, կանգնած գրասենյակի դռան մոտ, մինչ ես դաշնամուր էի նվագում, բացահայտեց նա, ստիպելով նրան կարմրել ամոթից։ Մի ամաչեք։ Լավ էր երկար ժամանակ անց հանդիսատես ունենալը։ Դուք հիանալի եք նվագում։ Ես սովորել եմ մանուկ հասակում։ Դա իմ հոր պահանջն էր, բացատրեց Լուկասը, նրա հայացքը կորած էր հիշողություններում։ Մարինեն նույնպես սիրում էր լսել իմ նվագը։ Նա ասում էր, որ երաժշտությունը միակ միջոցն էր, տեսնելու իմ ինչպես էր նա դա անվանում։ Ահա, իմ գործադիր պատյանի միջով։ Առաջին անգամ էր, որ նա կամավոր հիշատակում էր իր մահացած նշանածին, Վիկտորիան զգաց այդ վստահության ծանրությունը։ Նա թվում է, թե հատուկ մարդ է եղել։ Այո, համաձայնեց Լուկասը, ձայնը ավելի ցածր էր։ Նա հավատում էր, որ ամեն ինչի մեջ գեղեցկություն կա, նույնիսկ ամենաանհավանական բաների։ Նա էր, ով ինձ սովորեցրեց տեսնել կոնկրետից պողպատից այն կողմ։ Նրանց միջ հարմարավետ լռություն տիրեց։ Դրսում Երանը դանդաղ արթնանում էր հերթական կիրակի օրը, արը վերջապես հաղթում էր ամպերին, որոնք անձր էին սպառնում։ Չեմ ուզում ավելի շատ խլել ձեր ազատ ժամանակից, ասաց Լուկասը վերջապես, ստուգելով ժամացույցը։ Պողոսը սպասում է, ձեզ տուն տանելու համար։ Երբ նրանք վեր կացան, նա ավելացրեց.
Շնորհակալություն ընկերակցության համար, Վիկտորիա։ Դա հաճելի էր։ Ճանապարհին դեպի Նոր Նորք Վիկտորիան փորձում էր մարսել այն, ինչ տեղի էր ունեցել։ Այդ նախաճաշը գրեթե հաշտություն էր ժամանակից դուրս մի պահ, երբ դասակարգային դիրքային արգելքները ժամանակավորապես լուծարվել էին։ Լուկաս Մուրադյանը, մարդը, ում թերթերը անվանում էին բետոնի կայսրը, բացահայտել էր մարդկայնության մի ակնթարթ, որը նա երբեք չէր սպասում գտնել։ Տուն հասնելուն պես նրան դիմավորեցին Մաթոսի ամուր գրկախառնությամբ տիկին Զելիայի հոգնած, բայց սիրող ժպիտով։ Վիկտորիա, սերս։ Դու տարբեր ես, բացականչեց մայրը, ուշադիր ուսումնասիրելով նրան։ Ինչ-որ բան կա քո աչքերում, պարզապես հոգնածությունը, մամ, ժեղեց Վիկտորիան, չնայած գիտեր, որ դա միայն դա չէր։ Ինչ-որ նոր բան էր աճում նրա մեջ, ինչ-որ բան, որը վախեցնում, հմայում էր նրան միաժամանակ։ Մեծ ճարտարապետի մասին նորություններ կան, հարցրեց Մաթոսը, նրա աչքերը փայլում էին հիացմունքից։ Նոր նախագիծ տեսա՞ր։ Վիկտորիան ժպտաց, հանելով բաճկոնը։ Ավելի լավ, քան դա։ Նա ասաց, որ միգուցե մի օր դու կարող ես այցելել նրա շինհրապարակներից մեկը։ Տղայի ուրախության ճիչը արձագանքեց փոքր բնակարանում։ Օրվա մնացած մասում, մինչ նա պատրաստում էր կիրակնօրյա ճաշը կարգի էր բերում իր սեփական տան տնային գործերը, Վիկտորիան չէր կարողանում դադարել մտածել Լուկասի մասին։ Այն մասին, թե ինչպես էին նրա աչքերը մեղմացել, երբ նա խոսում էր երաժշտության մասին, այն մասին, թե ինչպես էր նա իսկապես լսում նրան, երբ նա պատմում էր Մաթոսի մասին։ Այդ սառը։ Արտաքինի հետում մի մարդ կար, մի մարդ, ցավով նշանավորված, բայց դեռս ունակ բարության։ Երբ նա վերադարձավ առանձնատուն երկուշաբթի օրը, նա սպասում էր, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ հունին։ Որ սովորական սառնությունը կվերադառնա, որ կապի կարճ պահը կմոռացվի։ Եվ իրոք, առաջին մի քանի օրվա ընթացքում Լուկասը նույնքան հեռու էր թվում, որքան նախկինում, պաշտոնապես ողջունելով նրանց հատվելիս մեկուսացած մնալով իր գրասենյակում։ Բայց չորեքշաբթի օրը, երբ նա մտավ գրադարանը մաքրելու համար, սեղանին գտավ մի փոքր ծրար իր անունով։ Ներսում կար Մուրադյան շինարարություն շենքի մուտքի քարտ ձեռագիր գրություն։ Ձեր եղբայրը հրավիրվում է այցելելու նոր բիզնես կենտրոնի շինհրապարակը շաբաթ օրը, ժամը 10:00-ին։ Պողոսը կարող է ձեզ տանել։ Լուկաս Մուրադյան։ Վիկտորիան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Դա ոչ միայն բարության ժեստ էր Մաթոսի հանդեպ, այլ նշան, որ ինչ-որ բան փոխվել էր։ Որ միգուցե այն պատերը, որոնք Լուկասը կառուցել էր իր շուրջը, շատ դանդաղ սկսում էին բացվել, ներս թողնելու մի քիչ լույս։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիքի եք մեր զույգի սիրավեպի մասին։ Շաբաթ առավոտն արոտ էր, երանում ձմռան այն հազվագյուտ օրերից մեկը, երբ երկինքը լիովին կապույտ էր։ Մաթոսը արթուն էր առավոտյան 5-ից, չկարողանալով զսպել անհանգստությունը։ Հագավ իր լավագույն վերնաշապիկը, անցյալ Սուրբ Ծննդի նվերը, գելով սանրեց իր անհնազանդ մազերը, փորձելով ավելի մեծ թվալ, քան իր 12 տարին։ Կարծում եք, նա ինձ հետ կխոսի, հարցրեց նա Վիկտորիային երրորդ անգամ, մինչ նրանք սպասում էին Պողոսին բնակելի համալիրի դիմաց։ Չգիտեմ, Մաթոս։ Պարոն Մուրադյանը շատ զբաղված մարդ է, պատասխանեց նա, ուղղելով եղբոր վերնաշապիկի օձիքը։ Բայց վստահ եմ, որ այնտեղ ինչ-որ մեկը կլինի, որպեսզի բացատրի շինարարության մասին ամեն ինչ։ Այն, ինչ Վիկտորիան չասաց եղբորը, այն էր, որ ինքն էլ էր մտածում, թե արդյոք այսօր կտեսնի Լուկասին։ Չորեքշաբթի օրվա գրությունից հետո նրանք չէին խոսել։ Նա մեկնել է Ստեփանակերտ գործնական ուղղորության կվերադառնար միայն այդ առավոտ, ըստ Ռեգինայի։ Լուկասիս փայլուն մեքենան հայտնվեց անկյունում, լիովին տարբերվելով համայնքի միջավայրից։ Որոշ հարաններ կանգ առան, հետաքրքրությամբ դիտելու, մինչ Պողոսը կայանեց իջավ, նրանց համար դուռը բացելու։ Բարի առավոտ, Վիկտորիա, ողջունեց վարորդը բարյացակամ ժպիտով։ Խոհանոցում տեղի ունեցած զրույցի միջադեպից հետո Պողոսը հատկապես հարգալից էր նրա հանդեպ։ Իսկ դուք պետք է Մաթոսը լինեք։ Պարոն Մուրադյանը նշեց, որ այսօր մենք ունենք ապագա ինժեներ։ Տղայի աչքերը լայն բացվեցին։ Նա իմ մասին խոսել է։ Իհարկե, այո։ Նա սպասում է ձեզ շինհրապարակում։ Ճանապարհին Մաթոսը Պողոսին հարցերով ռմբակոծեց շինարարության նյութերի նախագծերի մասին։ Վարորդը, ով տարիներ շարունակ Լուկասի մոտ աշխատելուց հետո բավականին բան գիտեր այդ մասին, համբերատար պատասխանում էր, տեսանելիորեն հիացած տղայի ոգորությունից։
Վիկտորիան պատուհանից դիտում էր անցնող քաղաքը, նրա ստամոքսը նյարդայնությունից հանգույց էր դարձել։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր այդպես զգում։ Դա պարզապես մասնագիտական այց էր, Լուկասի բարության ժեստը իր եղբոր հանդեպ։ Ոչ ավելին։ Ապա ինչու՞։ Էր նրա սիրտը արագանում ամեն անգամ, երբ մտածում էր նրան տեսնելու մասին, առանձնատան պաշտոնական միջավայրից դուրս։ Շինհրապարակը քաղաքի հարավային մասում էր, հսկայական հողատարածք, որտեղ նախկինում անգործության մատնված հին գործարան կար։ Այժմ հսկայական կռունկները հատում էին երկինքը, հարյուրավոր բանվորներ շարժվում էին գործունեության համաժամանակյա բալետում։ Շինհրապարակի մուտքի մոտ, սպիտակ սաղավարտով, որը նրան առանձնացնում էր մյուսներից, կանգնած էր Լուկաս Մուրադյանը։ Նրանց ժամանելը տեսնելով, նա մոտեցավ մեքենային։ Բարի առավոտ, ողջունեց նա, ինքը բացելով դուռը Վիկտորիայի համար, մի ժեստ, որը զարմացրեց նրան։ Նրա աչքերը մի կարճ ակնթարթով հանդիպեցին նրանց աչքերին, նախքան Մաթոսի վրա դառնալը։ Եվ դուք պետք է լինեք երիտասարդ ինժեները։ Մաթոսը, սովորաբար շատախոս, լռեց հիացմունքից։ Լուկասը թեթակի ժպտաց, անկեղծ ժպիտ, որն ամբողջությամբ փոխեց նրա խիստ դեմքը, ձեռքը մեկնեց։ Լուկաս Մուրադյան։ Ուրախ եմ ծանոթանալու, Մաթոս։ Տղան սեղմեց առաջարկված ձեռքը, կարծես դա թանկարժեք առարկա լիներ։ Ուրախությունը իմն է, պարոն, վերջապես կարողացավ ասել նա։ Ես շատ եմ հիանում ձեր աշխատանքով։ Կարդացել եմ ձեր բոլոր նախագծերի մասին։ Բոլորը։ Տպավորիչ է։ Մեր այցի ընթացքում պետք է ստուգեմ այդ գիտելիքները, կատակեց Լուկասը անվտանգության սաղավարտներ տալով եղբայրներին։ Սկսենք։ Շատ բան ունենք տեսնելու։ Հաջորդ 2 ժամը անիրական փորձառություն էր Վիկտորիայի համար։ Տեսնել Լուկասին Մաթոսի հետ շփվելիս, կարծես բոլորովին այլ մարդու դիտել լիներ։ Նա համբերատար բացատրում էր շինարարության յուրաքանչյուր մանրուք, անկեղծ հետաքրքրությամբ պատասխանում էր տղայի բազմաթիվ հարցերին, նույնիսկ ծիծաղում էր այն սրամիտ դիտողությունների վրա, որոնք երբեմն անում էր նրա եղբայրը։ Սա կլինի երկրի ամենամեծ կանաչ բիզնես կենտրոնը, բացատրում էր Լուկասը, մինչ նրանք քայլում էին այն տեղով, ինչը պետք է լիներ գլխավոր ատրիումը։ Արային էներգիա, անձրաջրի հավաքում, կայուն նյութեր։ Մի աշխատանք, որը հարգում է շրջակա միջավայրը, քաղաքը։ Ինչպես այն շենքը, որը դուք կառուցեցիք Գյումրիում, հարցրեց Մաթոսը, ստիպելով Լուկասին զարմանքից հոնքերը բարձրացնել։ Դուք ճանաչում եք Կումայրի շենքը։ Իհարկե։ Դա ձեր առաջին լիովին կայուն նախագիծն էր։ Կարդացել եմ, որ այն 40% էներգիա է խնայում, նույն չափի սովորական շենքի համեմատ։ Լուկասը տպավորված հայացք նետեց Վիկտորիայի վրա։ Ձեր եղբայրն իսկապես իր դասերը սովորել է։ Նա միշտ այդպես է եղել, պատասխանեց նա, չկարողանալով թաքցնել հպարտությունը։ Երբ ինչ-որ բանով է հետաքրքրվում, սովորում է, մինչ ամեն ինչ իմանա։ Հիանալի հատկություն, մեկնաբանեց Լուկասը, ձեռքը դնելով Մաթոսի ուսին։ Արի, ուզում եմ քեզ ցույց տալ վերջնական պլանները շինհրապարակի գրասենյակում։ Փոքրիկ կոնտեյներում, որը հարմարեցված էր որպես գրասենյակ, Լուկասը սեղանին բացեց հսկայական գծագրեր, սկսեց բացատրել նախագծի տեխնիկական կողմերը։ Մաթոսը կլանում էր յուրաքանչյուր բառ, հարցեր տալով, որոնք զարմացնում էին նույնիսկ այն ինժեներներին, ովքեր երբեմն անցնում էին ղեկավարին խորհրդակցելու համար։ Ձեր եղբայրը բնածին տաղանդ ունի, մեկնաբանեց Լուկասը, մոտենալով Վիկտորիային, ով ժպիտով դիտում էր տեսարանը։ Ես տեսել եմ բարձրագույն կրթություն ունեցող ինժեներների, ովքեր ավելի քիչ կառուցվածքային ըմբռնում ունեին, քան նա։ Միշտ իմացել եմ, որ նա առանձնահատուկ է, պատասխանեց նա, չկարողանալով թաքցնել հպարտությունը։ Պարզապես հնարավորություններ են պակասում։ Լուկասը մի պահ ուսումնասիրեց նրան։ Հնարավորություններ կարող են ստեղծվել, Վիկտորիա։ Նրա տոնի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան բարձրացնել աչքերը, հանդիպելով նրա աչքերին։ Մի ակնթարթով նա զգաց, կարծես լուռ ըմբռնում անցավ նրանց միջ։ Ապա Լուկասը շեղեց հայացքը իր ուշադրությունը դարձնելով Մաթոսին։ Պատրաստ ես իմանալու ամենահետաքրքիր մասը։ Տղան գրեթե ցատկեց աթոռից։ Ճաշի ժամին, Վիկտորիայի զարմանքին, Լուկասը նրանց տարավ մոտակա ռեստորան, որը հիմնականում հաճախում էին շինարարական ընկերության ղեկավարները։ Դա էլեգանտ, բայց ոչ ցուցադրական վայր էր, ջերմ մթնոլորտով, ավանդական հայկական ուտեստներով։ Պատվիրեք, ինչ ուզում եք, ասաց Լուկասը, երբ նրանք տեղավորվեցին։
Այստեղի ֆիլեն լոբիով հատկապես համեղ է։ Ճաշի ընթացքում զրույցը հոսեց զարմանալի բնականությամբ։ Լուկասը հարցրեց Մաթոսի ուսման, ապագայի մասին, նրա երազանքների մասին, ուշադիր լսելով յուրաքանչյուր պատասխան։ Որոշ ժամանակ անց նրա հեռախոսը զանգեց։ Համարը ստուգելուց հետո Լուկասը անջատեց այն։ Ոչինչ, որը չի կարող սպասել, բացատրեց նա, Վիկտորիայի հարցական հայացքի դիմաց։ Լուկաս Մուրադյանը, մարդը, ով երբեք չէր անտեսում աշխատանքային զանգը, իր տնային աշխատողի նրա եղբոր հետ ճաշը դնում էր բիզնեսից վեր։ Այս գիտակցությունը նրան անխոս թողեց։ Ինչպե՞ս է ձեր մայրը, հարցրեց նա, մինչ նրանք սպասում էին աղանդերին։ Ավելի լավ, շնորհակալություն, պատասխանեց Վիկտորիան։ Նոր դեղերը ազդում են, ինչպես նախկինում նշել էի։ Ո՞րն է նրա ախտորոշումը, եթե չեք զայրանա, որ հարցնում եմ։ Լուպուս, բացատրեց Վիկտորիան։ Դա աուտոիմուն հիվանդություն է, որը ես գիտեմ, թե ինչ է դա, մեղմորեն ընդհատեց Լուկասը։ Իմ մայրը նույնպես տառապում է դրանից։ Բացահայտումը զարմացրեց Վիկտորիային։ Առանձնատանը աշխատելու 2 ամսից ավելի ժամանակահատվածում նա երբեք չէր լսել Լուկասից իր ընտանիքի մասին հիշատակելիս։ Շատ եմ ցավում։ Դա դժվար վիճակ է։ Այո, այդպես է, համաձայնեց նա, հայացքը մեղմացնելով։ Բայց այսօր լավ բուժումներ կան։ Իմ մայրը հիմա կարող է գրեթե նորմալ կյանք վարել, համապատասխան դեղորայքով։ Դեղորայքը մեր համար ամենադժվար մասն է, խոստովանեց Վիկտորիան։ Որոշները պետական աջակցության ծրագրերով չեն ծածկվում, շատ թանկ են։ Լուկասը մտածկոտ գլխով արեց։ Մուրադյան հիմնադրամը ունի քրոնիկ հիվանդություններով հիվանդներին աջակցող ծրագիր, մեկնաբանեց նա, կարծես պատահական։ Կարող եմ ստուգել, թե արդյոք ձեր մայրը կհամապատասխանի։ Վիկտորիայի աչքերը անսպասելի արցունքներով լցվեցին։ Դա կլիներ, նա կուլ տվեց, չգտնելով համապատասխան բառեր, իր երախտագիտությունը արտահայտելու համար։ Պարզապես հնարավորություն, որը կարող ենք ուսումնասիրել, եզրափակեց Լուկասը, շեղելով հայացքը, կարծես անհարմար էր նրա հուզմունքից։ Ահա, աղանդերը եկավ։ Մաթոս, դու պետք է փորձես այստեղի պուդինգը։ Դա շեֆի տատիկի բաղադրատոմսն է։ Երբ նրանք վերադարձան համայնք երեկոյան, Մաթոսը անդադար խոսում էր։ Օրը, նրա խոսքերով, իր կյանքի լավագույնն էր։ Լուկասը իջավ մեքենայից, հրաժեշտ տալու համար, նորից զարմացնելով Վիկտորիային։ Շնորհակալություն շրջագայության համար, պարոն, բացականչեց Մաթոսը, ոգորությամբ սեղմելով Լուկասի ձեռքը։ Դա անհավանական էր։ Հաճույքը իմն էր, պատասխանեց Լուկասը, ժպտալով։ Ապա, տղայի զարմանքին, գրպանից հանեց մի քարտ տվեց նրան։ Սա իմ անձնական համարն է։ Եթե ինժեներության կամ շինարարության մասին հարցեր ունենաք, կարող եք զանգահարել ինձ։ Եվ նա կուղարկեմ մի քանի գիրք, որոնք կարծում եմ ձեզ դուր կգան։ Մաթոսը նայեց քարտին, կարծես դա գանձ լիներ։ Ես չգիտեմ, թե ինչ ասեմ, ասա, որ շատ կսովորես։ Քո նման տաղանդները չպետք է վատնվեն։ Տղան ջերմորեն գլխով արեց։ Խոստանում եմ, պարոն։ Երբ Մաթոսը վազեց քարտը մորը ցույց տալու համար, ով դիտում էր պատուհանից, Լուկասը Վիկտորիան մի պահ մենակ մնացին։ Շնորհակալություն, ասաց նա, ձայնը լի զսպված հուզմունքով։ Սա ավելին է նշանակում, քան կարող եմ արտահայտել։ Լուկասը ուսումնասիրեց նրան այնպիսի ինտենսիվությամբ, որ նրա սիրտը արագացավ։ Ձեր եղբայրը արտակարգ ներուժ ունի, Վիկտորիա։ Եվ դուք, նա տատանվեց, կարծես կշռում էր յուրաքանչյուր բառը։ Դուք ուշագրավ մարդ եք։ Նախքան նա կկարողանար պատասխանել, նա շարունակեց. Վաղը տանը կլինեմ։ Կցանկանայի, որ դուք դասավորեք մի քանի գիրք գրադարանում։ Կամ վերնագրեր, որոնք առանձնացրել եմ ձեր եղբոր համար, նա որոշներ, որոնք կարծում եմ ձեզ դուր կգան։ Այս խոսքերով նա վերադարձավ մեքենա, Վիկտորիային թողնելով թեթության սպասումի տարօրինակ զգացումով։ Հաջորդ առավոտ, երբ նա մտավ գրադարան նշանակված առաջադրանքի համար, Վիկտորիան Լուկասին արդեն այնտեղ գտավ, 5 գրքերի դարակները ուսումնասիրելիս։ Բարի առավոտ, ողջունեց նա, շրջվելով, լսելով նրա քայլերը։ Լավ քնած եք։ Հարցը, այնքան անկաշկանդ անձնական, նրան մի պահ անպատասխան թողեց։ Այո, շնորհակալություն։ Իսկ դուք։ Անցողիկ ժպիտ դիպավ նրա շրթունքներին։ Կարող ես ինձ Լուկաս անվանել, երբ մենք մենակ լինենք։ Եվ ոչ, հատկապես լավ չեմ քնել։
Շատ բան կար մտքերումս։ Նրա տոնի մեջ ինչ-որ տարբերություն կար, անպաշտոնություն, որը նախկինում երբեք չկար։ Վիկտորիան զգաց, թե ինչպես են այտերը տաքանում։ Ինչ կցանկանայիք, որ ես դասավորեմ։ Լուկասը ցույց տվեց սուրճի սեղանին դրված գրքերի կույտը։ Սրանք ձեր եղբոր համար են։ Ինժեներության ներածական ձեռնարկներ, մի քանի գիրք կայուն ճարտարապետության մասին, որոնք կարծում եմ նրան դուր կգան։ Եվ դրանք, նա ցույց տվեց մեկ այլ, ավելի փոքր կույտ, ձեր համար են։ Զարմացած, Վիկտորիան մոտեցավ երկրորդ կույտին։ Դրանք հայկական դասական վեպեր էին։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Ռաֆֆուս Սամվելը, Ղազարոս Աղայանի «Անահիտը»։ Ինչպես գիտեիք, որ գրականություն եմ սիրում։ Նկատել եմ, թե ինչպես են ձեր աչքերը միշտ անցնում դարակներով, երբ մաքրում եք գրադարանը, պատասխանեց նա թեթակի ուսերը թափահարելով։ Եվ դուք մի անգամ նշել եք, որ կցանկանայիք ավելի շատ սովորել։ Կարծում էի, որ միգուցե կգնահատեք լավ ընթերցանությունները։ Ժեստը խորապես հուզեց նրան։ Շնորհակալություն։ Շատ բարի է ձեր կողմից։ Դա բարություն չէ, մեղմորեն ուղղեց նա։ Դա ճանաչում է։ Լուկասը մոտեցավ, կանգ առնելով նրանից մի քանի քայլ հեռավորության վրա։ Երեկ, ձեզ ձեր եղբոր հետ տեսնելով, ինչ-որ բան նկատեցի։ Դուք հրաժարվեցիք ձեր սեփական երազանքներից, որպեսզի նա կարողանա ապագա ունենալ։ Այդպիսի զոհաբերություն հազվադեպ է այս օրերին։ Վիկտորիան աչքերը իջեցրեց, անհարմար զգալով գովեստից։ Ես արեցի այն, ինչ ցանկացած քույր կաներ։ Ոչ, Վիկտորիա։ Դա այն չէ, ինչ ցանկացած մարդ կաներ, հակադարձեց Լուկասը, նրա տոնը ամուր էր, բայց մեղմ։ Եվ դա ստիպեց ինձ մտածել իմ սեփական կյանքի մասին։ Այն մասին, թե ինչպես ես փակվեցի Մարինեի մահից հետո։ Ինչպես կառուցեցի կայսրություն, բայց մոռացա կապեր կառուցել։ Նրա ձայնի խոցելիությունը ստիպեց Վիկտորիային բարձրացնել աչքերը, հանդիպելով նրա աչքերին։ Այն, ինչ նա տեսավ այնտեղ, նրան անխոս թողեց, դա այլս տիրոջ սառը հեռավոր հայացքը չէր, այլ ինչ-որ ջերմ, կենդանի, գրեթե աղերսող բան։ Լուկաս։ Նրա անվան հնչյունը նրա շրթունքներին կարծես ինչ-որ բան կոտրեց նրա մեջ։ Առանց նախազգուշացման, Լուկասը մեկ քայլ առաջ արեց նրա դեմքը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Ժամանակի մեջ կախված։ Մի վայրկյանով Վիկտորիան մտածեց, որ նա կհամբուրի նրան։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել այն։ Բայց ապա, մի հառաչանքով, որը կարծես կրում էր աշխարհի ծանրությունը, Լուկասը հետ քաշվեց։ Կներեք։ Դա անպատշաճ էր։ Ոչ, շնջաց Վիկտորիան, զարմացած իր սեփական համարձակությունից։ Ոչ էր։ Նրանց փոխանակված հայացքը պարունակում էր բոլոր այն բառերը, որոնք ոչ ոք չէր համարձակվում ասել։ Այնտեղ ցանկություն կար, այո, բայց նա վախ, տատանում, ամենից առաջ, կապ, որը գերազանցում էր նրանց սոցիալական տարբերությունները։ Պահը ընդհատվեց դռան բացվելու ձայնով։ Ռեգինան մտավ, նրա սուր հայացքը անմիջապես գրանցեց նրանց մերձությունը օդում տիրող լարվածությունը։ Պարոն Մուրադյան, տիկին Պալոման հեռախոսով է։ Ասում է, որ շտապ է, հայտարարեց նա, նրա տոնը հստակ ցույց էր տալիս, որ նա ինչ-որ տարօրինակ բան էր նկատել։ Ասեք, որ մի քանի րոպեից կվերադառնամ, պատասխանեց Լուկասը, աչքերը չշեղելով Վիկտորիայից։ Նա պնդում է, որ դա միջազգային կոնսորցիումի առաջարկի մասին է, համառեց Ռեգինան, նրա հայացքը հիմա բացահայտորեն կասկածամիտ էր։ Ասաց, որ չի կարող սպասել։ Հիասթափության հառաչանքով Լուկասը վերջապես խզեց տեսողական կապը։ Լավ։ Կպատասխանեմ գրասենյակում։ Երբ նա դուրս եկավ, Ռեգինան մնաց, նայելով Վիկտորիային վատ թաքցված թշնամանքով։ Դուք պետք է հիշեք ձեր տեղը այս տանը, ասաց նա, յուրաքանչյուր բառ թույն էր կաթեցնում։ Պարոն Մուրադյանը կարող է բարի լինել, բայց մի շփոթեք բարությունը հետաքրքրության հետ։ Նրա նման տղամարդիկ չեն խառնվում սպասուհիների հետ։ Վիրավորանքը Վիկտորիային հարվածեց որպես ապտակ, բայց նա պահպանեց իր հանգստությունը։ Ես լիովին գիտակցում եմ իմ դիրքը, տիկին Ռեգինա։ Ես պարզապես կատարում եմ ինձ հանձնարարված գործերը։ Տեսնում եմ, թե ինչպես ես նայում նրան, շարունակեց տնային կառավարչուհին, անողոք։ Տեսա, թե ինչպես հագնվեցիր երեք զբոսանքի համար։ Բայց իմացիր, որ նա պարզապես խղճում է քեզ քո փոքրիկ եղբորը։ Ոչինչ ավելին։
Այս դաժան խոսքերով Ռեգինան դուրս եկավ, Վիկտորիային թողնելով միայնակ ցավի շփոթության մեջ։ Արդյոք դա ճիշտ էր։ Արդյոք ամեն ինչ պարզապես խղճահարություն էր, հարուստ մարդու բարեգործություն կարիքավոր ընտանիքի հանդեպ։ Բայց Լուկասի հայացքը, նրա դեմքի վրա տատանվող հպումը, նրանց մեջ զգացվող էլեկտրականությունը դա չէր կարող պարզապես կարեկցանք լինել։ Կամ կարող էր։ Հաջորդ օրերին Վիկտորիան խուսափում էր Լուկասի հետ անձնական հանդիպումներից։ Նա արդյունավետորեն կատարում էր իր գործերը, քաղաքավարի պատասխանում էր, երբ նա իրեն էր դիմում, բայց հուզական հեռավորություն էր պահպանում։ Ռեգինայի կողմից տնկված կասկածի սերմը արմատներ էր գցել։ Լուկասը, իհարկե, նկատեց փոփոխությունը։ Նրա հայացքները դարձան հարցական, շփոթված, նույնիսկ վիրավորված։ Մի գիշեր, երբ նա ավարտում էր խոհանոցը կարգի բերելը, նա հայտնվեց դռան մոտ։ Վիկտորիա, ես ինչ-որ բան սխալ արել եմ։ Հարցը, այնքան ուղիղ խոցելի, նրան անակնկալի բերեց։ Ոչ, պարոն։ Ոչ մի դեպքում։ Հիմա նորից, պարոն ենք անվանում։ Նկատեց նա, նրա տոնը հեգնանքի տխրության մեջ էր։ Եվ դուք հազիվ եք նայում ինձ գրադարանի այդ օրվանից հետո։ Վիկտորիան վերջապես բարձրացրեց իր աչքերը նրա վրա, սիրտը սեղմվելով, տեսնելով նրա դեմքի անկեղծ շփոթությունը։ Ռեգինան հիշեցրեց ինձ, որ պետք է իմանամ իմ տեղը, բացատրեց նա, բառերը ավելի դառը դուրս եկան, քան մտադրված էր։ Ըմբռնումը լուսավորեց Լուկասի հայացքը, որին հաջորդեց ինչ-որ բան, որը բարկություն էր թվում։ Ինչ ասաց ձեզ Ռեգինան։ Պարզապես ճշմարտությունը։ Որ ես աշխատող եմ, որ ձեր բարությունը չպետք է շփոթել, նա տատանվեց, այլ բանի հետ։ Լուկասը մեկ քայլ առաջ արեց, նրա աչքերը հիմա հստակ զայրացած էին։ Եվ դուք հավատացիք։ Հավատացիք, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր մեջ, պարզապես Տիրոջ բարությունն էր։ Ինչ տեղի ունեցավ մեր մեջ, Լուկաս, հարցրեց Վիկտորիան, հանկարծակի հոգնած չասվածներից կիսատ խոսքերից։ Մի նախաճաշ, մի քանի փոխառու գիրք, մի գրեթե հպում։ Որ աշխարհում է դա ինչ-որ բանի հանգեցնում։ Նրա անկեղծությունը կարծես ամբողջությամբ զինաթափեց Լուկասին։ Մի պահ նա լռեց, պարզապես նայելով նրան, կարծես նրան իսկապես առաջին անգամ էր տեսնում։ Իմ աշխարհում, Վիկտորիա, դա ամեն ինչ է նշանակում, պատասխանեց նա վերջապես, նրա ձայնը ցածր էր, ինտենսիվ։ Իմ աշխարհում, որտեղ ես ինձ թույլ չեմ տվել ոչինչ զգալ Մարինեին կորցնելուց հետո, որտեղ ես պատեր եմ կառուցել իմ շուրջն այնքան բարձր, որ նույնիսկ ես ինքս չեմ կարող դրանք բարձրանալ, այդ աշխարհում ձեր յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր պահ, որը մենք միասին անցկացրել ենք, կարծես նորից շնչել սովորել լիներ։ Խոստովանությունը նրան անխոս թողեց։ Այն վախը կասկածը, որոնք նա զգում էր, սկսեցին ցրվել նրա խոսքերի հում անկեղծության դիմաց։ Ես չգիտեմ, թե ինչ անել դրա հետ, խոստովանեց նա վերջապես, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Մեր աշխարհներն այնքան տարբեր են։ Աշխարհները կարող են հանդիպել, պատասխանեց Լուկասը, մեկ այլ քայլ անելով դեպի նրա կողմը։ Մարդիկ կարող են կամուրջներ կառուցել։ Նա ձեռքը մեկնեց, թեթակի դիպչելով նրա դեմքին։ Ես վախենում եմ, Վիկտորիա։ Վախենում եմ նորից զգալուց, վախենում եմ նորից կորցնելուց։ Բայց ես էլ ավելի եմ վախենում թույլ տալ ձեզ դուրս գալ իմ կյանքից, առանց գոնե փորձելու պարզելու, թե ինչ կարող է լինել։ Այդ հպումը, այնքան թեթ, այնուամենայնիվ այնքան նշանակալից, կոտրեց Վիկտորիայի վերջին պաշտպանությունը։ Նա փակեց աչքերը, թույլ տալով իրեն վերջապես ճանաչել այն, ինչ աճում էր նրա սրտում առաջին իսկ պահից, երբ նա տեսել էր մարդկայնությունը Լուկաս Մուրադյանի սառը արտաքինի հետում։ Ես նույնպես վախենում եմ, խոստովանեց։ Վախենում եմ հավատալուց ինչ-որ բանի, որը կարող է պարզապես անհնար երազանք լինել։ Ապա եկեք միասին պարզենք, օրեցօր, առաջարկեց Լուկասը, նրա ձայնը հիմա ավելի ամուր էր, ավելի վճռական։ Առանց շտապելու, առանց ճնշման։ Պարզապես։ Հնարավորություններ։ Երբ Վիկտորիան նորից բացեց աչքերը, նա նրա աչքերը գտավ լի այնպիսի հուզմունքով, որը նա երբեք չէր տեսել նախկինում, հույս։ Եվ այդ պահին խոհանոցի մեղմ լույսի ներքո, թարմ պատրաստված սուրճի բույրի գիշերվա ջերմ լռության մեջ, նա իրեն թույլ տվեց հավատալ, որ միգուցե, պարզապես միգուցե, աշխարհներն իսկապես կարող էին հանդիպել։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ միջանցքից Ռեգինան դիտում էր տեսարանը, զայրույթից նեղացած աչքերով։ Եվ նա արդեն իր մտքում պլան էր կազմում բաժանելու այն, ինչը նրա խեղաթյուրված տեսլականով երբեք չպետք է միավորվեր։
Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիքի եք մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդ շաբաթներին Մուրադյանի առանձնատանը ինչ-որ այլ բան ծաղկեց։ Դա հայտարարված սիրավեպ չէր, այլ ավելի նուրբ բան։ Փոքրիկ ընդհանուր պահեր Լուկասը դաշնամուր էր նվագում Վիկտորիայի համար ընթրիքից հետո։ Զրույցներ գրքերի մասին գրադարանում, մինչ նա դասավորում էր դարակները։ Երբեմնի նախաճաշ այգում կիրակի օրերին, նախքան նա կմեկներ ընտանիքին այցելելու։ Ռեգինան ամեն ինչ դիտում էր աճող վրդովմունքով։ Տնային կառավարչուհին, ով աշխատում էր Մուրադյանների համար դեռ Լուկասի ծնվելուց առաջ, իրեն համարում էր ոչ միայն տան, այլ ընտանիքի պատվի պահապանը։ Նրա խիստ հնաոճ տեսլականով, այն, ինչ տեղի էր ունենում, հարձակում էր այն արժեքների վրա, որոնք նա միշտ պաշտպանել էր։ «Չես տեսնում, թե ինչ է կատարվում, Թովմաս», բողոքեց նա որդուն, իր շաբաթական այցելություններից մեկի ժամանակ։ Այդ շահամոլը իր էժան հնարքներով թակարդ է գցում պարոն Լուկասին։ Նոր-նորքից մի սպասուհի։ Թովմասը, ով աշխատում էր որպես մենեջեր Մուրադյան խմբի փոքր ընկերություններից մեկում, ուսերը թափահարեց։ Ինչ վատ բան կա, մամ։ Ղեկավարը տարիներ շարունակ միայնակ է։ Եթե աղջիկը նրան երջանիկ է դարձնում, երջանիկ, Ռեգինան գրեթե թքեց բառը։ Նա ուզում է հեշտ կյանք։ Լինել հաջորդ տիկին Մուրադյանը այլս երբեք զուգարան չմաքրել իր կյանքում։ Դուք նրան նույնիսկ լավ չեք ճանաչում։ Ես ճանաչում եմ նրա տեսակը։ Ես շատերին եմ տեսել նրա նման, պնդեց Ռեգինան, նրա կնճռոտ դեմքը ծռմռված էր արամարանքից։ Եվ ես թույլ չեմ տա, որ Լուկասը կատարի այդ սխալը։ Ոչ այն ամենից հետո, ինչ Մարինեն նշանակում էր նրա համար։ Պլանը սկսեց ձևավորվել տնային կառավարչուհու թունավոր մտքում։ Մի թակարդ, այնքան պարզ, այնքան կանխատեսելի, բայց որը հազվադեպ էր ձախողվում, երիտասարդ աղջկան անազնիվ, շահամոլ թվացնել։ Եվ ինչն է ավելի լավ միջոց դա ապացուցելու, քան ակնհայտ գողությունը։ Ադամանդե վզնոցը, որը նա ընտրեց, պատկանում էր Լուկասի մորը հազվադեպ օգտագործվող, բայց մեծ սենտիմենտալ արժեք ունեցող իրեր։ Այն պահվում էր թավշյա փոքրիկ տուփի մեջ, գլխավոր ննջասենյակում, պահարանի ներսում, որի կոդը միայն ինքը Լուկասը գիտեին։ Հաջորդ հինգշաբթի, երբ Վիկտորիան մաքրում էր հյուրասենյակները, Ռեգինան օգտվեց առիթից, իր պլանը գործի դնելու։ Նա վզնոցը հանեց պահարանից, փաթաթեց մետաքսե թաշկինակով թաքցրեց իր գոգնոցի գրպանում։ Ավելի ուշ, մինչ Վիկտորիան ճաշում էր, նա սողոսկեց սպասուհու փոքրիկ սենյակը զարդը դրեց ներքնազգեստի դարակում, մի քանի իրերի տակ։ Նույն կեսօրին նա մտավ Լուկասի գրասենյակ, լուրջ արտահայտությամբ։ Պարոն, ինչ-որ բան կա, որ պետք է զեկուցեմ, սկսեց նա, տոնը տխուր, բայց ամուր։ Շատ եմ ցավում, որ ես եմ բերում այս լուրը, բայց այս առավոտ նկատեցի ձեր մոր Ադամանդե վզնոցի բացակայությունը, երբ կատարում էի զարդերի եռամսյակային գույքագրումը։ Լուկասը բարձրացրեց իր աչքերը փաստաթղթերից, որոնք ուսումնասիրում էր, ճակատը կնճռոտված։ Համոզված եք, Ռեգինա։ Այդ վզնոցը հազվադեպ է դուրս գալիս պահարանից։ Բացարձակապես, պարոն։ Ես 3 անգամ ստուգել եմ, հաստատեց նա, պրոֆեսիոնալ արդյունավետության տեսքով։ Պահարանը խախտման նշաններ չունի, ինչը նշանակում է, որ կոդին մուտք ունեցող ինչ-որ մեկը հանել է այն։ Միայն դուք ես գիտենք կոդը, մտածեց Լուկասը շփոթված։ Ռեգինան թույլ տվեց ռազմավարական լռություն տիրել, նախքան ավելացնելը։ Բացի այն դեպքից, երբ ինչ-որ մեկը դիտել է մեզանից մեկին, պահարանը բացելիս։ Ենթադրությունը պարզ էր։ Դուք առաջարկում եք, որ Վիկտորիան։ Լուկասը նույնիսկ չկարողացավ ավարտել նախադասությունը, պարզապես գաղափարը նրան անհեթեթ էր թվում։ Ես ոչինչ չեմ առաջարկում, պարոն, հմտորեն պատասխանեց Ռեգինան։ Պարզապես զեկուցում եմ մտահոգիչ փաստի մասին։ Միգուցե խելամիտ կլիներ ստուգել անձնակազմի սենյակները, պարզապես զգուշության համար։ Լուկասը երկար ժամանակ ուսումնասիրեց տնային կառավարչուհուն։ Նա Ռեգինային ճանաչում էր մանկուց, վստահում էր նրա հավատարմությանը, չնայած երբեմն նրա մեթոդները հնաոճ էր համարում, իսկ անձնավորությունը չափազանց խիստ։ Նա երբեք չէր կասկածի, որ նա ունակ կլինի այդքան ստոր թակարդի։ Սա չափազանց տհաճ է, Ռեգինա։ Ինձ դուր չի գալիս անձնակազմի անձնական կյանքը խախտելու գաղափարը, հիմնված անորոշ կասկածների վրա։ Լիովին հասկանում եմ, պարոն, պատասխանեց նա, թեթ խոնարհվելով։ Պարզապես մտածեցի, որ հաշվի առնելով իրի սենտիմենտալ արժեքը։ Լուկասը խորը հառաչեց։
Ես կստուգեմ Վիկտորիայի հետ, թե արդյոք նա ինչ-որ անսովոր բան է տեսել։ Եվ եթե այդ զրույցից ոչինչ չառաջանա, մենք հարցը կհամարենք ավարտված։ Հավանաբար վզնոցը պարզապես այլ տեղ է։ Պատասխանը այն չէր, ինչ Ռեգինան սպասում էր, բայց նա գիտեր, որ պետք է համբերատար լինի։ Նա հարգալից գլխով արեց հեռացավ, վստահ լինելով, որ իր թակարդը վաղ թե ուշ կբացահայտվի։ Այդ գիշեր, Լուկասի միայնակ ընթրիքի ժամանակ, Վիկտորիային կանչեցին գրասենյակ։ Նրա սիրտը թռավ, այդ անձնական պահերը նրա համար թանկարժեք էին դարձել։ Բայց մտնելուն պես նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէր։ Լուկասը չժպտաց նրան տեսնելիս, ինչպես սովորություն էր դարձել նրա համար։ Փոխարենը, նրա դեմքը լարված էր, անհանգիստ։ Ինչ-որ բան տեղի է ունեցել, հարցրեց նա, զգալով, թե ինչպես է հանգույց ձավորվում իր ստամոքսում։ Լուկասը նշան արեց, որ նա նստի մի բան, որը նույնպես սովորական էր դարձել նրանց միջ, երբ նրանք մենակ էին։ Ռեգինան այսօր անհանգստացնող բան է զեկուցել, սկսեց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ Իմ մորը պատկանող ադամանդե վզնոցը անհետացել է գլխավոր ննջասենյակի պահարանից։ Վիկտորիան հոնքերը կնճռոտեց, շփոթված։ Ես չգիտեի, որ գլխավոր ննջասենյակում պահարան կար։ Այն թաքնված է Պորտինարիի նկարի հետում, բացատրեց նա, ուշադիր դիտելով նրան։ Միայն Ռեգինան ես գիտենք կոդը։ Ըմբռնումը սկսեց հայտնվել Վիկտորիայի աչքերում, որին հաջորդեց ինչ-որ բան, որը վիրավորանք էր թվում։ Դուք ինձ հարցնում եք, թե արդյոք ես եմ գողացել վզնոցը։ Լուկասը շտապեց հերքել։ Ոչ, իհարկե ոչ։ Պարզապես ուզում էի իմանալ, թե արդյոք դուք ինչ-որ անսովոր բան եք նկատել, ինչ-որ մեկին, սենյակ մտնելիս տարօրինակ ժամերին, ինչ-որ բան։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Պարզապես ենթադրությունը ճեղք էր առաջացրել այն վստահության մեջ, որը նրանք այդքան խնամքով կառուցել էին։ Ես ոչինչ չեմ նկատել, պատասխանեց Վիկտորիան, նրա ձայնը հիմա պաշտոնական էր, հեռու։ Կարող եմ հեռանալ, պարոն։ Պաշտոնական վերաբերմունքին վերադառնալը չանցավ աննկատ Լուկասի կողմից։ Վիկտորիա, խնդրում եմ, սխալ մի մեկնաբանեք։ Ես ձեզ ոչ մի բանում չեմ մեղադրում։ Բայց կասկածը կա, պատասխանեց նա, չկարողանալով թաքցնել վիրավորանքը։ Հակառակ դեպքում, ինչու՞։ Կհարցնեիք հատկապես ինձ։ Լուկասը ձեռքը անցկացրեց մազերի միջով, հստակ հիասթափված։ Ես հարցնում եմ բոլորին։ Պողոսին, Ժոզեֆային։ Դա ձեզ ուղղված չէ։ Վիկտորիան խիստ գլխով արեց, լիովին համոզված չլինելով։ Եթե թույլ կտաք, ես կշարունակեմ իմ աշխատանքը։ Երբ նա դուրս եկավ, Լուկասը զգաց, կարծես ինչ-որ թանկարժեք բան սահում էր իր մատների արանքից։ Այդ նուրբ կապը, այնքան վերջերս հայտնաբերված, հանկարծակի փխրուն, խոցելի թվաց։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ Ռեգինան ռազմավարականորեն Թովմասին դրել էր գրասենյակի մոտ, զրույցի ընթացքում։ Տնային կառավարչուհու որդին սպասեց, որ Վիկտորիան դուրս գա, նկատելով նրա անհանգիստ արտահայտությունը, իսկ հետո առանց թակոցի մտավ գրասենյակ։ Պարոն, կներեք միջամտելու համար, բայց լսեցի անհետացած վզնոցի մասին։ Լուկասը բարձրացրեց աչքերը, զարմացած անսպասելի ներկայությունից։ Թովմաս, ի՞նչ ես անում այստեղ այս ժամին։ Եկել էի մայրիկիս տանելու ընթրիքի, բացատրեց նա, մոտենալով սեղանին անհանգիստ տեսքով։ Բայց երբ իմացա գողության մասին, մտածեցի, որ պետք է կիսվեմ մի բանով, որը ինձ վաղուց է անհանգստացնում։ Լուկասը ուղղվեց աթոռին, հանկարծակի զգոն։ Եվ ինչ է դա։ Թովմասը ձացրեց տատանում, կարծես դժկամորեն էր խոսում։ Դա Վիկտորիայի մասին է։ Ես նկատել եմ լավ, նա շատ հարցեր է տվել տան իրերի արժեքի մասին։ Հատկապես զարդերի արվեստի։ Դա լիովին սուտ էր, իհարկե։ Թովմասը հազիվ 10 բառ էր փոխանակել Վիկտորիայի հետ, քանի որ նա սկսել էր այնտեղ աշխատել։ Բայց նա գիտեր, որ կասկածի սերմը, մեկ անգամ տնկվելով, արագ կաճի։ Ինչպիսի՞։ Հարցրեց Լուկասը, նրա տոնը ավելի սուր էր։ Այն մասին, թե որքան արժեն, որտեղ են պահվում, այդպիսի բաներ, հորինեց Թովմասը, քաջալերված արձագանքից։ Նախկինում չէի ուզում նշել, որովհետև անմեղ էր թվում, բայց հիմա։ Լուկասը գլխով արեց, դեռ դժկամորեն հավատալով։ Դա Վիկտորիային չի նման։ Մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչ թվում են, պարոն, պատասխանեց Թովմասը, կեղծ համերաշխությամբ։
Հատկապես, երբ գալիս են որոշակի միջավայրերից։ Ենթադրության մեջ առկա նախապաշարմունքը Լուկասին հարվածեց որպես ապտակ։ Հանկարծ նա Թովմասին այլ աչքերով տեսավ, ոչ թե որպես տնային կառավարչուհու որդի, ում ճանաչում էր մանկուց, այլ որպես մանր նախապաշարմունքներով լի մարդ։ Կասկածը, որ ինչ-որ այլ բան կարող է տեղի ունենալ, սկսեց ձևավորվել նրա մտքում։ Շնորհակալություն տեղեկության համար, Թովմաս։ Ես այն պատշաճ կերպով կքննարկեմ։ Ազատման տոնը պարզ էր, Թովմասը հեռացավ, գոհ լինելով, որ կատարել էր մոր պլանի իր մասը։ Մինչդեռ իր փոքրիկ սենյակում Վիկտորիան թույլ տվեց, որ արցունքները վերջապես թափվեն։ Նրան ցավեցնում էր ոչ միայն կասկածը, այլ այն ըմբռնումը, թե որքան փխրուն էր իրականում այն կապը, որը նա զգում էր Լուկասի հետ։ Պարզապես մի բամբասանք, մի կասկած, բոլոր արգելքները նորից բարձրացան նրանց միջ։ Միգուցե Ռեգինան ճիշտ էր, ի վերջո։ Միգուցե այդքան տարբեր աշխարհները երբեք չէին կարող իսկապես հանդիպել։ Հաջորդ առավոտ Վիկտորիան մեխանիկորեն կատարում էր իր գործերը, խուսափելով Լուկասի հետ հանդիպումներից։ Նրա մարմինը առանձնատանն էր, բայց նրա միտքը հեռու էր թափառում, հարցականի տակ դնելով յուրաքանչյուր պահը, որ նրանք կիսել էին, յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր հայացք։ Մոտավորապես ժամը 10-ին Ռեգինան մտավ լվացքատուն, որտեղ Վիկտորիան դասավորում էր սավանները, ուղեկցությամբ Պողոսի, աղջկա ցնցումին, երկու ոստիկանի։ Տիկին Վիկտորիա Ալվեսյան, հարցրեց սպաներից մեկը, միջին տարիքի տղամարդ, լուրջ արտահայտությամբ։ Խնդրում ենք ձեզ ուղեկցել մինչ ձեր սենյակ։ Վիկտորիայի ստամոքսը սուզվեց։ Նա նայեց Ռեգինային, ում դեմքը պահպանում էր պրոֆեսիոնալ տխրության դիմակ, որը չէր հասնում գոհ աչքերին։ Ինչ է կատարվում։ Պարզապես սովորական ստուգում, պատասխանեց ոստիկանը։ Խնդրում եմ, համագործակցեք։ Վիկտորիայի փոքրիկ սենյակում երկրորդ ոստիկանը սկսեց մեթոդական որոնում, մինչ նա դիտում էր ցնցումից կաթվածահար։ Երբ նա բացեց ներքնազգեստի դարակը, տեղաշարժեց մի քանի իր, նրա դեմքի հաղթական արտահայտությունը ամեն ինչ ասում էր։ Ինչ ունենք այստեղ, ասաց նա, բարձրացնելով մետաքսե թաշկինակը, որը պարունակում էր վզնոցը։ Վիկտորիայի աշխարհը փլուզվեց։ Նա լիովին անըմբռնելիորեն նայեց զարդին։ Սա իմը չէ։ Ես երբեք սա չեմ տեսել։ Ինչ-որ մեկը դրել է այնտեղ։ Ռեգինան մեկ քայլ առաջ արեց, նրա խիստ արտահայտությունը գրեթե համոզիչ էր։ Օ, սիրելիս, ինչպես կարողացաք։ Այնքան վստահությունից հետո, որ պարոն Մուրադյանը դրել էր ձեր վրա, ես ոչինչ չեմ գողացել, բողոքեց Վիկտորիան, արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Խնդրում եմ, հավատացեք ինձ։ Բայց ոստիկաններն արդեն նշանակալի հայացքներ էին փոխանակում։ Նրանցից մեկը առաջ եկավ ձեռնաշղթաներով։ Տիկին Ալվեսյան, դուք կալանավորված եք առանձնապես խոշոր չափի գողության կասկածանքով։ Այդ պահին մի ձայն օդը կտրեց որպես սուր։ Ինչ է կատարվում այստեղ։ Լուկասը կանգնած էր դռան մոտ, նրա դեմքը զսպված զայրույթի դիմակ էր։ Նրա աչքերը տեսարանից անցան դեպի ոստիկանի ձեռքերում գտնվող վզնոցը, ապա դեպի Վիկտորիայի ջախջախված դեմքը։ Պարոն Մուրադյան, սկսեց Ռեգինան, առաջ գալով։ Ցավոք, մեր կասկածները հաստատվեցին։ Վզնոցը գտնվեց Վիկտորիայի իրերի մեջ։ Լուկասը մի պահ ուսումնասիրեց տեսարանը, նրա վերլուծական հայացքը կլանեց յուրաքանչյուր մանրուք, վզնոցը խնամքով փաթաթված թաշկինակով, որը նա ճանաչում էր որպես Ռեգինայի նվեր։ Բաց դարակը, կարծես սպասում էր որոնման։ Հայտնաբերման կատարյալ ժամանակը։ Ինչ-որ բան չէր համապատասխանում։ Եվ տարիներ շարունակ առաջին անգամ Լուկաս Մուրադյանը վստահեց իր բնազդին, տրամաբանությունից վեր, իր սրտին, ապացույցներից վեր։ Պարոն Այկ, դիմեց նա ոստիկաններին, նրա ձայնը հանգիստ էր, բայց հեղինակավոր։ Շնորհակալ եմ ձեր արագ արձագանքի համար, բայց վախենում եմ, որ սխալմունք է եղել։ Ես բողոք չեմ ներկայացնի տիկին Ալվեսյանի դեմ։ Ռեգինան աչքերը լայն բացեց, ցնցված։ Բայց, պարոն, ձեր մոր վզնոցը գտնվել է, ինչպես տեսնում եք, կտրեց Լուկասը։ Եվ ես հիմքեր ունեմ հավատալու, որ այն հայտնվել է տիկին Ալվեսյանի իրերի մեջ այլ միջոցներով, որոնք նրա կողմից չեն եղել։ Ոստիկանները միմյանց նայեցին, անհարմար զգալով։ Պարոն Մուրադյան, ամբողջ հարգանքով, ապացույցն ակնհայտ է, ապացույցը հանգամանքային է, լավագույն դեպքում, ընդհատեց Լուկասը, նրա տոնը չէր ընդունում վիճարկում։
Եվ որպես ենթադրյալ գողացված իրի սեփականատեր իմ արտոնությունն է որոշել, թե արդյոք ցանկանում եմ շարունակել մեղադրանքները։ Ես չեմ ցանկանում։ Մի քանի լարված պահերից հետո ոստիկանները դժկամորեն համաձայնեցին հեռանալ, վզնոցը թողնելով Լուկասին։ Երբ նրանք դուրս եկան, ծանր լռություն տիրեց սենյակում։ Վիկտորիան անշարժ էր մնում, դեռ շշմած այն ամենից, ինչ տեղի էր ունեցել։ Լուկասը շրջվեց դեպի Ռեգինան, նրա հայացքը պողպատի պես կոշտ էր։ Կցանկանայի ձեզ հետ առանձին խոսել։ Հիմա։ Տնային կառավարչուհին տատանվեց, բայց հետեց նրան դուրս, Վիկտորիային նետելով վերջին զայրացած հայացքը։ Միայնակ աղջիկը վերջապես փլուզվեց մահճակալին, ամբողջ վախն ու լարվածությունը լուծվեցին լուռ արցունքների մեջ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես էր վզնոցը հայտնվել իր իրերի մեջ, բայց գիտեր, որ ինչ-որ մեկը դիտավորյալ մեղադրել էր իրեն։ Եվ նա ուժեղ կասկածում էր, թե ով։ Գրասենյակում Լուկասը ուղիղ առճակատվեց Ռեգինայի հետ։ Որքան ժամանակ եք աշխատում իմ ընտանիքի համար, Ռեգինա։ Հարցը նրան անակնկալի բերեց։ 32 տարի, պարոն։ 32 տարվա հավատարմություն, անթերի ծառայություն, շարունակեց Լուկասը, նրա ձայնը վտանգավոր հանգիստ էր։ Եվ դուք ամեն ինչ դեն եք նետում, անմեղ մարդու դեմ դավադրություն կազմակերպելու համար։ Ռեգինան գունատվեց, բայց պահպանեց իր կեցվածքը։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Դուք հիանալի գիտեք, պատասխանեց Լուկասը, նրա տոնը կարծրացավ։ Վզնոցը փաթաթված էր ձեր թաշկինակով։ Մի թաշկինակ, որը ես կճանաչեի ցանկացած վայրում, լինելով իմ մոր նվերը։ Այն դարակը, որտեղ այն գտնվեց, հնարավոր ամենաակնհայտ տեղն էր։ Եվ ձեր համառությունը ոստիկանություն կանչելու նույնիսկ ինձ տեղեկացնելուց առաջ ամեն ինչ հաշվարկված էր նրան առավելագույնս նվաստացնելու համար։ Ռեգինան բացեց բերանը, բողոքելու համար, բայց Լուկասը բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրան։ Մի վիրավորեք իմ խելքը հերքումներով, Ռեգինա։ Միակ հարցը, որ մնում է, այն է, ինչու՞։ Մի պահ տնային կառավարչուհու արդյունավետության դիմակը ընկավ, բացահայտելով տակը թաքնված թշնամությունը։ Դուք չեք տեսնում։ Նա օգտվում է ձեզանից, ձեր բարությունից, ձեր միայնությունից։ Նրա նման աղջիկները, որտեղից նա գալիս է, ամեն ինչ կանեն փողի համար։ Ես պարզապես ուզում էի ձեզ պաշտպանել։ Լուկասը ուսումնասիրեց իր դիմացի կնոջը, կարծես նրան առաջին անգամ էր տեսնում։ Այս մարդը, ով օգնել էր իրեն մեծանալ, ով իր կողքին էր եղել ամենադժվար պահերին, հիմա բացահայտում էր մի կողմ, որը նա երբեք չէր ուզել տեսնել, արմատացած նախապաշարմունքը, հաշվարկված դաժանությունը, հավատարմության խեղաթյուրված գաղափարը։ Դուք չէիք ուզում ինձ պաշտպանել, Ռեգինա։ Դուք ուզում էիք կառավարել իմ կյանքը, ինչպես միշտ փորձել եք անել, ասաց նա վերջապես, նրա տոնը ավելի տխուր էր, քան զայրացած։ Բայց սա այստեղ ավարտվում է։ Ձեր ծառայությունն այս տանը ավարտված է։ Ուզում եմ, որ դուք հեռանաք մինչ օրվա վերջ։ Գույնը հեռացավ տնային կառավարչուհու դեմքից։ Դուք ինձ ազատում եք աշխատանքից։ Այն ամենից հետո, ինչ արել եմ ձեզ համար, այս տան համար։ Այո, հաստատեց Լուկասը, նրա վճռականությունն անսասան էր։ Եվ կարող եք շնորհակալություն հայտնել իմ քննարկմանը մեր ընդհանուր անցյալի համար, այն փաստի համար, որ ես ձեր դեմ պաշտոնական մեղադրանքներ չեմ ներկայացնում։ Ռեգինան բացեց բերանը, նորից փակեց այն, բառերը կարծես առաջին անգամ էին դավաճանում նրան։ Ապա, գլխի կոշտ շարժումով, նա շրջվեց դուրս եկավ, կեցվածքը դեռ անթերի էր, չնայած պարտությանը։ Երբ դուռը փակվեց, Լուկասը նստեց աթոռին, այն ամենի ծանրությունը, ինչ նոր էր տեղի ունեցել, վերջապես ընկավ նրա ուսերին։ Ռեգինան մշտական ներկայություն էր եղել իր կյանքում, գրեթե երկրորդ մայր։ Նրան ազատելը նման էր իր անցյալի հետ կապը կտրելուն։ Բայց մտածելով Վիկտորիայի մասին, այն մասին, թե ինչ էր նա գրեթե տուժել տնային կառավարչուհու հաշվարկված չարության պատճառով, նա գիտեր, որ այլ ընտրություն չկար։ Հիմա գալիս էր ամենադժվար մասը, վերականգնել այն վնասը, որը հասցվել էր այն փխրուն վստահությանը, որը նա սկսել էր կառուցել միակ մարդու հետ, ով տարիներ շարունակ կարողացել էր ներթափանցել իր սրտի շուրջը կառուցված պատերը։ Լուկասը գտավ Վիկտորիային դեռ իր սենյակում, հիմա իր քիչ հագուստները փոքր ճամպրուկի մեջ դնելիս։ Ինչ ես անում, հարցրեց նա, կանգ առնելով դռան մոտ։ Նա բարձրացրեց արցունքներից կարմրած աչքերը։ Կարծում էի, որ ավելի լավ կլինի, եթե ես գնամ։ Ինչու՞։ Հարցը անկեղծ էր, տոնը մեղմ։
Որովհետև սկսեց նա, ձայնը դողդոջուն, նույնիսկ եթե դուք չեք հավատում, որ ես գողացել եմ վզնոցը, այսօրվա տեղի ունեցածը փոխեց ամեն ինչ։ Միշտ կլինի այդ ստվերը մեր միջ։ Լուկասը մտավ սենյակ, նստեց մահճակալի եզրին, բավական մոտ, որպեսզի նրանք կարողանային խոսել, բավական հեռու, նրա տարածքը հարգելու համար։ Ռեգինան խոստովանեց, ասաց նա պարզապես։ Ոչ այդ բառերով, բայց բավականաչափ։ Նա էր ամեն ինչ կազմակերպել։ Վիկտորիան փակեց աչքերը, խորը հառաչանք արձակելով։ Ես գիտեի։ Սկզբից նա ինձ ատում էր։ Ասում էր, որ ես այստեղ չեմ պատկանում։ Նա սխալվում էր, ասաց Լուկասը, այնպիսի համոզմունքով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Դուք պատկանում եք հենց այնտեղ, որտեղ ընտրում եք լինել։ Այն հայացքը, որը նրանք փոխանակեցին, լի էր իմաստով, չասված հնարավորություններով։ Ես Ռեգինային ազատեցի աշխատանքից, շարունակեց Լուկասը։ Նա այսօր կլքի տունը։ Վիկտորիան աչքերը լայն բացեց, ցնցված։ Բայց… Նա տասնամյակներ շարունակ աշխատում է ձեր ընտանիքի համար։ Եվ դավաճանեց իմ վստահությանը հնարավոր ամենավատ ձով, լրացրեց նա, ամուր։ Որոշ սահմաններ, մեկ անգամ հատվելով, չեն կարող վերագծվել։ Նրանց միջ լռություն տիրեց, ոչ անհարմար, այլ սպասողական, ինչպես հանդարտությունը փոխակերպումից առաջ։ Մենք պետք է խոսենք, Վիկտորիա, ասաց Լուկասը վերջապես։ Ոչ այստեղ, ոչ հիմա։ Բայց կան բաներ, որ պետք է ասեմ ձեզ, երբ պատրաստ կլինեք լսելու։ Նա թեթակի գլխով արեց, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ես նույնպես ասելիք ունեմ։ Լուկասը ժպտաց այն ժամանակ, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա սովորաբար մռայլ աչքերը։ Ինչպես է վաղը երեկոյան։ Ընթրիք, միայն մենք երկուսս։ Ոչ որպես տեսպասուհի, այլ որպես, նա տատանվեց, փնտրելով ճիշտ բառը։ Որպես մարդիկ, մեղմորեն լրացրեց Վիկտորիան։ Երկու մարդ, ովքեր փորձում են պարզել, թե արդյոք իրենց աշխարհներն իսկապես կարող են հանդիպել։ Հենց այդպես համաձայնեց Լուկասը, իր կրծքում նորացված հույսի ծաղկում զգալով։ Երկու մարդ խաչմերուկում, որոշելով, թե որ ճանապարհով գնան միասին։ Երբ նա հեռացավ, Վիկտորիան դանդաղորեն քանդեց ճամպրուկը, յուրաքանչյուր հագուստի կտոր խորհրդանշում էր մի որոշում, մնալու, ռիսկի դիմելու, հավատալու, որ երբեմն տարբերությունները խոչընդոտներ չեն, այլ կամուրջներ դեպի ինչ-որ նոր անսպասելիորեն գեղեցիկ բան։ Դրսում անձրը նորից սկսել էր թափվել երանի վրա, լվանալով քաղաքը, նորացման խոստում բերելով։ Եվ Մուրադյանի առանձնատան ներսում երկու միայնակ հոգիներ պատրաստվում էին ամենակաջ արարքին, իրենց սրտերը բացել սիրո հնարավորության համար, մարտահրավեր նետելով բոլոր այն խոչընդոտներին, որոնք աշխարհը կարող էր դնել իրենց ճանապարհին։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիքի եք մեր զույգի սիրավեպի մասին։ Ռեգինայի աշխատանքից ազատվելու լուրը կայծակի պես տարածվեց Մուրադյանի առանձնատանը։ Պողոսն ու Ժոզեֆան զարմացած հայացքներ էին փոխանակում միջանցքներում, չկարողանալով հավատալ, որ տասնամյակներ շարունակ բացարձակապես տիրող տնային կառավարչուհին անփառունակ հեռացել էր։ Ցնցումն ավարտելու համար Լուկասը հայտարարեց, որ Վիկտորիան ժամանակավորապես կստանձնի տան վարչական պարտականությունների մի մասը։ Դա դեռ պաշտոնական առաջխաղացում չէ, բացատրեց նա հաջորդ առավոտ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Բայց Վիկտորիան ցույց է տվել բացառիկ կարողություններ, նվիրվածություն։ Մինչ մենք նոր տնային կառավարիչ ենք փնտրում, նա կօգնի ամենօրյա գործերի համակարգմանը։ Տան դինամիկայի փոփոխությունն անմիջական էր։ Ռեգինայի տարիների ընթացքում մշակած ճնշող մթնոլորտը սկսեց ցրվել, աստիճանաբար փոխարինվելով ավելի թեթ, ավելի մարդկային բանով։ Վիկտորիան մյուս աշխատակիցներին վերաբերվում էր հարգանքով, ջերմությամբ, խորհրդակցելով նրանց հետ նախասիրությունների բարելավումների առաջարկների վերաբերյալ, ինչը անհավանական էր Ռեգինայի ժամանակներում։ Ինքը Վիկտորիայի համար վերջին օրերի իրադարձությունները եղել էին հուզական պտուտահողմի պես։ Կեղծ մեղադրանքի նվաստացումը, արդարացման թեթացումը, Լուկասի կողմից իր վրա դրված վստահության զարմանքը, ամեն ինչից վեր, այդ գիշերվա ընթրիքի սպասումը։ Մի ընթրիք, որը նա բնազդաբար գիտեր, կնշանավորեր ինչ-որ նոր բանի սկիզբը, կամ միայն նկատված հնարավորությունների վերջնական ավարտը։ Կեսօրին, մինչ նա վերանայում էր թիմի ժամանակացույցը փոքրիկ սենյակում, որը նախկինում պատկանում էր Ռեգինային, Վիկտորիան անսպասելի առաքում ստացավ Երանի ամենաէքսկլյուզիվ բուտիկներից մեկի էլեգանտ տուփ, ուղեկցությամբ ձեռագիր գրության. Այսօր երեկոյի համար։ Դա պարտավորություն չէ, պարզապես առաջարկ։
Տուփի մեջ հանգչում էր մուգ կապույտ մետաքսե զգեստ, պարզ իր կտրվածքով, բայց ակնհայտորեն ամենաբարձր որակի։ Կողքին մի զույգ կոշիկ մի փոքրիկ դրամապանակ, որոնք լրացնում էին հավաքածուն զուսպ էլեգանտությամբ։ Վիկտորիան դիպավ շքեղ գործվածքին տատանվող մատներով, հակասական զգացմունքներով բորբոքվելով իր կրծքում։ Ժեստը անկասկած բարի էր, բայց նա անհարմար հարցեր էր բարձրացնում։ Լուկասը կարծում էր, որ նա պետք է փոխվեր, որպեսզի արժանի լիներ իր ընկերությանը։ Արդյոք նա փորձում էր նրան ձավորել իր աշխարհին համապատասխանելու համար։ Նա որոշեց այդ հարցերը թողնել ընթրիքի համար։ Այս գիշեր պետք է լիներ անկեղծության մասին պարզելու, թե արդյոք իրար հանդեպ իրենց զգացմունքները բավականաչափ ուժեղ էին, հաղթահարելու ոչ միայն արտաքին տարբերությունները, այլ այն ներքին սպիները, որոնք երկուսն էլ կրում էին։ Ուղիղ ժամը 7-ին Վիկտորիան իջավ առանձնատան աստիճաններով, ընտրելով հագնել զգեստը, բայց զուգորդված իր սեփական վզնոցով, պարզ արծաթե շղթա ամեթիստե կախազարդով, որը նվեր էր ստացել մորից իր 18-րդ տարեդարձին։ Դա նրա ձն էր ասելու, ես ընդունում եմ ձեր բարությունը, բայց չեմ կորցնում իմ ինքնությունը։ Լուկասը նրան սպասում էր մուտքի սրահում, անթերի հագնված մուգ կոստյումով, առանց փողկապի։ Նրան տեսնելիս նրա աչքերը լուսավորվեցին մի բանով, որը գերազանցում էր պարզ հիացմունքը, դա ճանաչում էր, կարծես վերջապես տեսնում էր մի բան, որը երկար ժամանակ փնտրել էր։ Դուք գեղեցիկ եք, ասաց նա պարզապես։ Շնորհակալություն զգեստի համար, պատասխանեց նա, թեթակի դիպչելով գործվածքին։ Դա ամենագեղեցիկն է, որ երբե հագել եմ։ Ձեզ է սազում, ասաց Լուկասը, ապա նկատեց վզնոցը։ Հասկացող ժպիտ դիպավ նրա շրթունքներին։ Եվ այս վզնոցը կատարյալ է դրա հետ։ Այն փաստը, որ նա ոչ միայն նկատեց, այլ հավանություն տվեց նրա ինքնության փոքրիկ հաստատմանը, մեղմացրեց Վիկտորիայի որոշ մտավախությունները։ Միգուցե նա իսկապես տեսնում էր նրան, ոչ թե որպես փոխակերպման նախագիծ, այլ որպես այն, ինչ նա էր։ Մենք այստեղ չենք ընթրիքի, տեղեկացրեց Լուկասը, առաջարկելով նրան իր թ. Ես հատուկ տեղ եմ ամրագրել։ Պողոսը նրանց սպասում էր մեքենայով։ Ճանապարհը լուռ էր, բայց ոչ անհարմար։ Կարծես երկուսն էլ հասկանում էին, որ կարոր խոսքերը կհնչեն ավելի ուշ, երբ նրանք իսկապես մենակ լինեն։ Վիկտորիայի զարմանքին մեքենան չգնաց Երանի էլիտայի կողմից հաճախվող շքեղ ռեստորաններից մեկը, ինչպես նա գաղտնի վախենում էր։ Փոխարենը, նրանք գնացին Երանի ճապոնական ռեստորանների թաղամաս։ Ես այստեղ մի տեղ գիտեմ, բացատրեց Լուկասը, նկատելով նրա հետաքրքրված արտահայտությունը։ Մի փոքրիկ ընտանեկան ռեստորան, զուսպ, քաղաքի լավագույն ճապոնական ուտեստներով։ Ոչ մի լուսարձակ կամ մարդիկ, ովքեր փորձում են տպավորել ուրիշներին։ Պարզապես լավ ուտեստ անձնական կյանք։ Ռեստորանի ընտրությունը երեկոյի երկրորդ դրական անակնկալն էր։ Սակուրան իսկապես փոքր հարմարավետ հաստատություն էր, ընդամենը 8 սեղանով, որոնք բաժանված էին նուրբ շարժական պատերով, որոնք յուրաքանչյուր հաճախորդների խմբի համար ստեղծում էին ինտիմ մթնոլորտ։ Սեփականատերը, տարեց ճապոնացի պարոն Լուկասին ընդունեց որպես հին ընկեր, նրանց անձամբ ուղեկցելով ամենամեկուսի սեղանին։ Ես այստեղ եմ գալիս դեռ ուսանողական տարիներից, խոստովանեց Լուկասը պատվերներից հետո։ Սա Երանի այն քիչ վայրերից է, որտեղ ես կարող եմ պարզապես ինքս ինձ լինել, առանց ակնկալիքների։ Դժվար է կրել մուրադյան ազգանունը, հարցրեց Վիկտորիան, անկեղծորեն հետաքրքրված։ Լուկասը մի պահ մտածեց հարցի շուրջ։ Դա արտոնություն է բեռ, պատասխանեց նա վերջապես։ Դռներ է բացում, բայց նա պատեր է ստեղծում։ Մարդիկ տեսնում են կայսրությունը, հարստությունը, իշխանությունը հազվադեպ մարդուն։ Ես տեսնում եմ մարդուն, մեղմորեն ասաց Վիկտորիան։ Այն հայացքը, որ Լուկասը նետեց նրա վրա, հուզիչ խոցելիություն ուներ։ Ես գիտեմ։ Այդ պատճառով ենք մենք այստեղ։ Երբ գիշերը անցնում էր սուշիի ու սաշիմիի նուրբ ուտեստները մատուցվում էին, զրույցը հոսում էր այնպիսի բնականությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Նրանք խոսեցին իրենց մանկության մասին, նրա արտոնյալ, բայց միայնակ, նրա պարզ, բայց հարուստ ընտանեկան սիրով։ Նրանք կիսվեցին լքված երազանքներով, նա բուժքույր դառնալու, նա նորարարական ժողովրդական տներ նախագծելու, նախքան հոր կորպորատիվ կայսրության կողմից կլանվելը։ Ես դեռ կարող եմ դա անել, իրականում, մտածեց Լուկասը, մինչ նրանք մոչի աղանդեր էին կիսում։ Ստեղծել ընկերության մի ճյուղ, որը նվիրված կլինի մատչելի գներով որակյալ բնակարաններին։ Վերջերս մտածում եմ այդ մասին։ Ի՞նչն է ձեզ խանգարում, հարցրեց Վիկտորիան։ Լուկասը ժպտաց, մելամաղձոտ ժպիտով։
Իներցիա, կարծում եմ։ Հեշտ է հետել արդեն գծված ճանապարհին, հատկապես, երբ դուք ներսից քնած եք։ Խոստովանությունը կախված մնաց նրանց միջ, լի իմաստով։ Իսկ հիմա, հարցրեց Վիկտորիան, դիմակայելով նրա հայացքին։ Դեռ քնած եք զգում ձեզ։ Ոչ, պատասխանեց Լուկասը, նրա ձայնը ցածր էր, բայց ամուր։ Ոչ այն օրվանից, երբ դուք մտաք իմ կյանք։ Դա ճշմարտության պահն էր, այն հարցերի, որոնք նրանք չափազանց երկար էին հետաձգել։ Ինչ ենք մենք անում, Լուկաս, ուղղակիորեն հարցրեց Վիկտորիան։ Ինչ է սա, մեր միջ։ Նա չտատանվեց։ Ինձ համար դա մի բանի սկիզբն է, որը ես երբեք չէի պատկերացնում, որ նորից կգտնեմ Մարինեին կորցնելուց հետո։ Դա զգալու, ապրելու, ինչ-որ իրական բան կառուցելու հնարավորությունը մեկի հետ, ով տեսնում է արտաքինից այն կողմ։ Մարդիկ կխոսեն, զգուշացրեց նա։ Հզոր գործարարը տնային աշխատողը։ Դա սկանդալ կլինի։ Թող խոսեն, պատասխանեց Լուկասը, ձեռքը մեկնելով սեղանին դիպչելու նրա ձեռքին։ Իրական հարցն այն է, դուք պատրաստ եք դրան դիմակայելու։ Որովհետև ես պատրաստ եմ, Վիկտորիա։ 5 տարվա ընթացքում առաջին անգամ ես գտա մի բան, որն արժե ցանկացած պայքար։ Նրա աչքերը լցվեցին չթափված արցունքներով։ Ես վախենում եմ, խոստովանեց։ Ոչ սկանդալից, այլ անբավարար լինելուց։ Այն բանից, որ դուք մի օր կարթնանաք կհասկանաք, որ սխալ եք թույլ տվել, որ մեր աշխարհները չափազանց անհամատեղելի են։ Լուկասը սեղմեց նրա ձեռքը, նրա աչքերը երբեք չէին հեռանում նրա աչքերից։ Խնդիրը բավարար լինելը չէ։ Խնդիրը մեր սեփական աշխարհը միասին կառուցելն է։ Մենք կարիք չունենք տեղավորվելու գոյություն ունեցող աշխարհներում, մենք կարող ենք ստեղծել մեր սեփականը։ Բառերը, այնքան պարզ։ Միաժամանակ այնքան խորը, դիպան Վիկտորիայի անապահովության կենտրոնին։ Այնքան երկար նա իրեն բաժանված էր զգում երկու աշխարհների մեջ, իրականում ոչ մեկին չպատկանելով։ Նոր տարածք ստեղծելու գաղափարը, որտեղ երկուսն էլ կարող էին իսկական լինել, վախեցնող էր, ազատագրող։ Ես կցանկանայի դա, ասաց նա վերջապես, անվստահ ժպիտ հայտնվեց նրա շրթունքներին։ Ստեղծել մեր սեփական աշխարհը։ Երբ նրանք դուրս եկան ռեստորանից, գիշերը մեղմորեն աստղազարդ էր, հազվագյուտ ելույթ երանում։ Փոխանակ անմիջապես Պողոսին կանչելու Լուկասը առաջարկեց զբոսնել մոտակա արևելյան այգիով, որը լուսավորված էր ավանդական լապտերներով, որոնք գրեթե կախարդական մթնոլորտ էին ստեղծում։ Հենց այնտեղ, հին ճապոնական թխկու տերներով ֆիլտրված լուսնի լույսի ներքո, նա վերջապես համբուրեց նրան։ Մեղմ համբույր, գրեթե հարգալից, որը կրում էր ոչ միայն ցանկություն, այլ խոստում։ Երբ նրանք բաժանվեցին, ինչ-որ բան նուրբորեն փոխվել էր նրանց մեջ, կարծես վերջին անտեսանելի արգելքը լուծարվել էր։ Ես ձեզ համար ինչ-որ բան ունեմ, ասաց Լուկասը, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Դա այն չէ, ինչ դուք մտածում եք, արագ ավելացրեց նա, տեսնելով նրա զարմացած արտահայտությունը։ Դրա համար դեռ շատ վաղ է։ Դա պարզապես խորհրդանիշ է։ Տուփի մեջ հանգչում էր նուրբ արծաթե բանալի, հին տեսանելիորեն անգործունակ։ Դա իմ տատիկինն էր, բացատրեց Լուկասը։ Նա այն տվեց իմ պապիկին, երբ նրանք ծանոթացան։ Ասում էր, որ դա իր սրտի բանալին է, որ նա պետք է պահեր այն, մինչ համոզվեր, որ ուզում է այն օգտագործել։ Նա այն կրում էր տարիներ շարունակ, մինչ համոզվեց։ Ապա, երբ վերջապես հայտարարեց իր սերը, վերադարձրեց նրան, ասելով, որ այլս կարիք չունի բանալու, որովհետև դուռն արդեն բաց էր։ Վիկտորիան դիպավ փոքրիկ բանալուն, խորապես հուզված խորհրդանիշից ընտանեկան պատմությունից։ Դա գեղեցիկ է, շշնջաց։ Ես չեմ խնդրում, որ դուք այն հավերժ պահեք, բացատրեց Լուկասը։ Պարզապես մինչ համոզվեք, դեպի ցանկացած ուղղություն, որ ձեր սիրտը մատնանշի։ Ձեր ընտրության իրավունքն է, որը ես ուզում եմ հարգել։ Ժեստը, այնքան տարբեր այն մեծ ցուցադրական նվերներից, որոնք նա գաղտնի վախենում էր, որ նա կառաջարկի, ցույց տվեց խորը ըմբռնում այն բանի, ինչն իրականում կարող էր նրա համար, հարգանք, համբերություն, իր ինքնավարության ճանաչում։ Ես այն խնամքով կպահեմ, խոստացավ նա, մատները փակելով փոքրիկ տուփի շուրջը։ Եվ երբ վստահ լինեմ, դուք կլինեք առաջինը, ով կիմանա։ Առանձնատուն վերադառնալիս նրանց միջ լռությունը հարմարավետ էր, լի հնարավորություններով, ընդհանուր սպասումներով։ Այլս շտապելու կարիք չկար, պարզապես այն համոզմունքը, որ անկախ նրանից, թե ինչ ճանապարհ էր սպասվում, նրանք այն կանցնեն անկեղծությամբ քաջությամբ։ 3 ամիս անցավ։
Մուրադյանի առանձնատունը փոխակերպվել էր Վիկտորիայի նուրբ, բայց մշտական ազդեցության ներքո։ Նախկինում միշտ փակ պատուհանները հիմա հաճախ բացվում էին Արին Զեփյուրին։ Երաժշտություն կարող էր երբեմն լսվել, հոսելով տարբեր սենյակներում զուսպ տեղադրված բարձրախոսներից, մեղմ ջազից մինչ դասական հայկական երաժշտություն։ Թարմ ծաղիկներ, պարզ, բայց էլեգանտ դասավորություններով, պարբերաբար հայտնվում էին սեղաններին, կոնսոլներին։ Նոր տնային կառավարչուհին, տիկին Կարմենը, փորձառու հեշտ ժպտացող տիկին, ներդաշնակորեն աշխատում էր Վիկտորիայի հետ, ով հիմա պաշտոնապես զբաղեցնում էր Լուկասի անձնական օգնականի պաշտոնը։ Պաշտոնի փոփոխությունն առաջարկվել էր հենց Լուկասի կողմից, ոչ միայն հասարակության աչքերում նրանց աճող մերձությունը օրինականացնելու համար, այլ թույլ տալու Վիկտորիային զարգացնել նոր հմտություններ ի վերջո հետամուտ լինել իր պաշտոնական կրթությանը։ Ես չեմ ուզում, որ դուք հրաժարվեք ձեր անձնական երազանքներից իմ պատճառով, ասել էր նա։ Եթե դուք դեռ ուզում եք բուժքույր սովորել, մենք միջոց կգտնենք։ Նրանց միջ հարաբերությունները դանդաղորեն ծաղկում էին, փոխադարձ հարգանքով, ամենօրյա հայտնագործություններով։ Լուկասը նորից բացահայտում էր պարզ բաների հաճույքը՝ պիկնիկ այգում, կիրակի կեսօրը այգում, այցելություն տեղական կինոթատրոն, իր նախկինում հաճախած էքսկլյուզիվ վեբ սրահների փոխարեն։ Վիկտորիան իր հերթին վստահություն էր ձեռք բերում, շրջելու այն բարդ աշխարհում, որն այժմ նա իր կյանքի մաս էր կազմում, չկորցնելով իր ինքնատիպությունը։ Մաթոսը ստացել էր լրիվ կրթաթոշակ Երանի լավագույն դպրոցներից մեկում, շնորհիվ Մուրադյան հիմնադրամի նորաստեղծ ծրագրի, գիտության ինժեներության բնագավառում բացառիկ տաղանդներ ունեցող աղքատ համայնքների երիտասարդների համար։ Վիկտորիայի մայրը, տիկին Զելյան, այժմ մասնագիտացված բուժում էր ստանում մասնավոր կլինիկայում, զարմանալիորեն դրական արդյունքներով։ Ոչ թե ամեն ինչ կատարյալ էր։ Անխուսափելիորեն դժվար պահեր եղան, Լուկասի հին ընկերների արամարական հայացքները, երբ նա Վիկտորիայի հետ հայտնվում էր սոցիալական միջոցառումներում։ Չարամիտ մեկնաբանություններ բամբասանքների սյունակներում։ Նույնիսկ Ռեգինայի կողմից զրպարտիչ պատմություն վաճառելու աղետալի փորձը տաբլոիդին, որը անմիջապես կանխվեց ընկերության փաստաբանների կողմից։ Բայց յուրաքանչյուր հաղթահարված խոչընդոտ միայն ամրապնդում էր այն համոզմունքը, որ այն, ինչ նրանք կառուցում էին, ճշմարիտ էր արժեքավոր։ Մի հատկապես հաճելի շաբաթ կեսօր Լուկասը Վիկտորիային հրավիրեց զբոսնելու քաղաքի ծայրամասում գտնվող մի հողատարածք։ Նա արդեն սովոր էր երբեմն ուղեկցել նրան գույքերի նախագծերի այցելությունների ժամանակ, որպես իր օգնականի պարտականությունների մաս, բայց այս անգամ ինչ-որ այլ բան կար, Լուկասի մեջ գրեթե նյարդային էներգիա, որը նա հազվադեպ էր ցուցադրում։ Հողատարածքը ընդարձակ էր, տեսարանով դեպի պահպանվող անտառային տարածք փոքր բնական լիճ։ Քարե արահետը տանում էր դեպի մաքուր տարածք, որտեղ դրված էին շինարարության միայն հիմքերը։ Ինչ կարծիքի եք, հարցրեց Լուկասը ուշադիր դիտելով նրան, մինչ նա կլանում էր վայրը։ Դա գեղեցիկ է, անկեղծորեն պատասխանեց Վիկտորիան։ Խաղաղ։ Ինչ տեսակի նախագիծ կլինի։ Կորպորատիվ։ Լուկասը ժպտաց, գրեթե ամաչկոտ ժպիտով, որը նա հազվադեպ էր ցուցադրում։ Ոչ այնքան։ Դա անձնական է։ Նա նրան առաջնորդեց դեպի թեթ վրանի տակ գտնվող իմպրովիզացված գծագրման սեղան, որտեղ ճարտարապետական գծագրեր էին դրված, քամուց պաշտպանված բյուրեղյա կշիռներով։ Սա մի նախագիծ է, որը ես սկսել եմ մի քանի շաբաթ առաջ, բացատրեց նա, բացելով հիմնական գծագիրը։ Սա առաջին տունն է, որը ես անձամբ եմ նախագծում տարիների ընթացքում։ Վիկտորիան ուսումնասիրեց գծագրերը, անմիջապես ճանաչելով դիզայնի գեղեցկությունը, ժամանակակից գծեր, ներդաշնակված բնական տարրերի հետ, լայն պատուհաններ, տեսարանը գրավելու համար, ինտեգրված տարածքներ, որոնք օրգանապես հոսում էին։ Դա հիասքանչ է, Լուկաս, անկեղծորեն գովաբանեց նա։ Ո՞վ է բախտավոր հաճախորդը։ Լուկասը մի պահ տատանվեց, ապա ուղիղ նայեց նրա աչքերին։ Մենք։ Եթե դուք ուզում եք։ Պատասխանը նրան լիովին անակնկալի բերեց։ Դուք տոնն եք կառուցում մեզ համար։ Ես հնարավորություն եմ կառուցում, մեղմորեն ուղեց նա։ Մի վայր։ Այն հուզական պտուտահողմի պես։ Կեղծ մեղադրանքի նվաստացումը, արդարացման թեթացումը, Լուկասի կողմից իր վրա դրված վստահության զարմանքը, ամեն ինչից վեր, այդ գիշերվա ընթրիքի սպասումը։ Մի ընթրիք, որը նա բնազդաբար գիտեր, կնշանավորեր ինչ-որ նոր բանի սկիզբը, կամ միայն նկատված հնարավորությունների վերջնական ավարտը։
Կեսօրին, մինչ նա վերանայում էր թիմի ժամանակացույցը փոքրիկ սենյակում, որը նախկինում պատկանում էր Ռեգինային, Վիկտորիան անսպասելի առաքում ստացավ Երանի ամենաէքսկլյուզիվ բուտիկներից մեկի էլեգանտ տուփ ուղեկցությամբ ձեռագիր գրության. «Այսօր երեկոյի համար»։ Դա պարտավորություն չէ, պարզապես առաջարկ։ Տուփի մեջ հանգչում էր մուգ կապույտ մետաքսե զգեստ, պարզ իր կտրվածքով, բայց ակնհայտորեն ամենաբարձր որակի։ Կողքին մի զույգ կոշիկ մի փոքրիկ դրամապանակ, որոնք լրացնում էին հավաքածուն զուսպ էլեգանտությամբ։ Վիկտորիան դիպավ շքեղ գործվածքին տատանվող մատներով, հակասական զգացմունքներով բորբոքվելով իր կրծքում։ Ժեստը անկասկած բարի էր, բայց նա անհարմար հարցեր էր բարձրացնում։ Լուկասը կարծում էր, որ նա պետք է փոխվեր, որպեսզի արժանի լիներ իր ընկերությանը։ Արդյոք նա փորձում էր նրան ձավորել իր աշխարհին համապատասխանելու համար։ Նա որոշեց այդ հարցերը թողնել ընթրիքի համար։ Այս գիշեր պետք է լիներ անկեղծության մասին պարզելու, թե արդյոք իրար հանդեպ իրենց զգացմունքները բավականաչափ ուժեղ էին, հաղթահարելու ոչ միայն արտաքին տարբերությունները, այլ այն ներքին սպիները, որոնք երկուսն էլ կրում էին։ Ուղիղ ժամը 7-ին Վիկտորիան իջավ առանձնատան աստիճաններով, ընտրելով հագնել զգեստը, բայց զուգորդված իր սեփական վզնոցով, պարզ արծաթե շղթա ամեթիստե կախազարդով, որը նվեր էր ստացել մորից իր 18-րդ տարեդարձին։ Դա նրա ձն էր ասելու, ես ընդունում եմ ձեր բարությունը, բայց չեմ կորցնում իմ ինքնությունը։ Լուկասը նրան սպասում էր մուտքի սրահում, անթերի հագնված մուգ կոստյումով, առանց փողկապի։ Նրան տեսնելիս նրա աչքերը լուսավորվեցին մի բանով, որը գերազանցում էր պարզ հիացմունքը, դա ճանաչում էր, կարծես վերջապես տեսնում էր մի բան, որը երկար ժամանակ փնտրել էր։ Դուք գեղեցիկ եք, ասաց նա պարզապես։ Շնորհակալություն զգեստի համար, պատասխանեց նա, թեթակի դիպչելով գործվածքին։ Դա ամենագեղեցիկն է, որ երբե հագել եմ։ Ձեզ է սազում, ասաց Լուկասը, ապա նկատեց վզնոցը։ Հասկացող ժպիտ դիպավ նրա շրթունքներին։ Եվ այս վզնոցը կատարյալ է դրա հետ։ Այն փաստը, որ նա ոչ միայն նկատեց, այլ հավանություն տվեց նրա ինքնության փոքրիկ հաստատմանը, մեղմացրեց Վիկտորիայի որոշ մտավախությունները։ Միգուցե նա իսկապես տեսնում էր նրան, ոչ թե որպես փոխակերպման նախագիծ, այլ որպես այն, ինչ նա էր։ Մենք այստեղ չենք ընթրիքի, տեղեկացրեց Լուկասը, առաջարկելով նրան իր թ. Ես հատուկ տեղ եմ ամրագրել։ Պողոսը նրանց սպասում էր մեքենայով։ Ճանապարհը լուռ էր, բայց ոչ անհարմար։ Կարծես երկուսն էլ հասկանում էին, որ կարոր խոսքերը կհնչեն ավելի ուշ, երբ նրանք իսկապես մենակ լինեն։ Վիկտորիայի զարմանքին մեքենան չգնաց Երանի էլիտայի կողմից հաճախվող շքեղ ռեստորաններից մեկը, ինչպես նա գաղտնի վախենում էր։ Փոխարենը, նրանք գնացին Երանի ճապոնական ռեստորանների թաղամաս։ Ես այստեղ մի տեղ գիտեմ, բացատրեց Լուկասը, նկատելով նրա հետաքրքրված արտահայտությունը։ Մի փոքրիկ ընտանեկան ռեստորան, զուսպ, քաղաքի լավագույն ճապոնական ուտեստներով։ Ոչ մի լուսարձակ կամ մարդիկ, ովքեր փորձում են տպավորել ուրիշներին։ Պարզապես լավ ուտեստ անձնական կյանք։ Ռեստորանի ընտրությունը երեկոյի երկրորդ դրական անակնկալն էր։ Սակուրան իսկապես փոքր հարմարավետ հաստատություն էր, ընդամենը 8 սեղանով, որոնք բաժանված էին նուրբ շարժական պատերով, որոնք յուրաքանչյուր հաճախորդների խմբի համար ստեղծում էին ինտիմ մթնոլորտ։ Սեփականատերը, տարեց ճապոնացի պարոն Լուկասին ընդունեց որպես հին ընկեր, նրանց անձամբ ուղեկցելով ամենամեկուսի սեղանին։ Ես այստեղ եմ գալիս դեռ ուսանողական տարիներից, խոստովանեց Լուկասը պատվերներից հետո։ Սա Երանի այն քիչ վայրերից է, որտեղ ես կարող եմ պարզապես ինքս ինձ լինել, առանց ակնկալիքների։ Դժվար է կրել մուրադյան ազգանունը, հարցրեց Վիկտորիան, անկեղծորեն հետաքրքրված։ Լուկասը մի պահ մտածեց հարցի շուրջ։ Դա արտոնություն է բեռ, պատասխանեց նա վերջապես։ Դռներ է բացում, բայց նա պատեր է ստեղծում։ Մարդիկ տեսնում են կայսրությունը, հարստությունը, իշխանությունը հազվադեպ մարդուն։ Ես տեսնում եմ մարդուն, մեղմորեն ասաց Վիկտորիան։ Այն հայացքը, որ Լուկասը նետեց նրա վրա, հուզիչ խոցելիություն ուներ։ Ես գիտեմ։ Այդ պատճառով ենք մենք այստեղ։ Երբ գիշերը անցնում էր սուշիի ու սաշիմիի նուրբ ուտեստները մատուցվում էին, զրույցը հոսում էր այնպիսի բնականությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Նրանք խոսեցին իրենց մանկության մասին, նրա արտոնյալ, բայց միայնակ, նրա պարզ, բայց հարուստ ընտանեկան սիրով։ Նրանք կիսվեցին լքված երազանքներով, նա բուժքույր դառնալու, նա նորարարական ժողովրդական տներ նախագծելու, նախքան հոր կորպորատիվ կայսրության կողմից կլանվելը։
Ես դեռ կարող եմ դա անել, իրականում մտածեց Լուկասը, մինչ նրանք մոճի աղանդեր էին կիսում։ Ստեղծել ընկերության մի ճյուղ, որը նվիրված կլինի մատչելի գներով որակյալ բնակարաններին։ Վերջերս մտածում եմ այդ մասին։ Ի՞նչն է ձեզ խանգարում, հարցրեց Վիկտորիան։ Լուկասը ժպտաց, մելամաղձոտ ժպիտով։ Իներցիա, կարծում եմ։ Հեշտ է հետել արդեն գծված ճանապարհին, հատկապես, երբ դուք ներսից քնած եք։ Խոստովանությունը կախված մնաց նրանց միջ, լի իմաստով։ Իսկ հիմա, հարցրեց Վիկտորիան, դիմակայելով նրա հայացքին։ Դեռ քնած եք զգում ձեզ։ Ոչ, պատասխանեց Լուկասը, նրա ձայնը ցածր էր, բայց ամուր։ Ոչ այն օրվանից, երբ դուք մտաք իմ կյանք։ Դա ճշմարտության պահն էր, այն հարցերի, որոնք նրանք չափազանց երկար էին հետաձգել։ Ինչ ենք մենք անում, Լուկաս, ուղղակիորեն հարցրեց Վիկտորիան։ Ինչ է սա, մեր միջ։ Նա չտատանվեց։ Ինձ համար դա մի բանի սկիզբն է, որը ես երբեք չէի պատկերացնում, որ նորից կգտնեմ Մարինեին կորցնելուց հետո։ Դա զգալու, ապրելու, ինչ-որ իրական բան կառուցելու հնարավորություն է մեկի հետ, ով տեսնում է արտաքինից այն կողմ։ Մարդիկ կխոսեն, զգուշացրեց նա։ Հզոր գործարարը տնային աշխատողը։ Դա սկանդալ կլինի։ Թող խոսեն, պատասխանեց Լուկասը, ձեռքը մեկնելով սեղանին դիպչելու նրա ձեռքին։ Իրական հարցն այն է, դուք պատրաստ եք դրան դիմակայելու։ Որովհետև ես պատրաստ եմ, Վիկտորիա։ 5 տարվա ընթացքում առաջին անգամ ես գտա մի բան, որն արժե ցանկացած պայքար։ Նրա աչքերը լցվեցին չթափված արցունքներով։ Ես վախենում եմ, խոստովանեց։ Ոչ սկանդալից, այլ անբավարար լինելուց։ Այն բանից, որ դուք մի օր կարթնանաք կհասկանաք, որ սխալ եք թույլ տվել, որ մեր աշխարհները չափազանց անհամատեղելի են։ Լուկասը սեղմեց նրա ձեռքը, նրա աչքերը երբեք չէին հեռանում նրա աչքերից։ Խնդիրը բավարար լինելը չէ։ Խնդիրը մեր սեփական աշխարհը միասին կառուցելն է։ Մենք կարիք չունենք տեղավորվելու գոյություն ունեցող աշխարհներում, մենք կարող ենք ստեղծել մեր սեփականը։ Բառերը, այնքան պարզ անգամ։